Նա ունի հաջողություն, փող շքեղությամբ լի կյանք, բայց ներքուստ իրեն դատարկ է զգում։ Սուպերմարկետում տեղի ունեցած մի պարզ դրվագ արթնացնում է մի բան, որը նա կարծում էր, թե վաղուց կորցրել է։ Եվ կարեկցանքի այդ փոքրիկ դրսևորումը սկիզբ է դնում մի վերափոխման, որն ընդմիշտ փոխում է նրա կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Դեկտեմբերյան գիշերն իր ծանրությամբ իջնում էր Երանի վրա, իր հետ բերելով այն բնորոշ սառն ու խրթին օդը, որը կպչում էր մաշկին խտացնում շունչը։ Հյուսիսային պողոտայի լույսերն անփոփոխ թարթում էին, անտարբեր այն միլիոնավոր մարդկանց հոգնածության հանդեպ, որոնք ամեն օր հատում էին նրա մայթերը։ Դավիթ Սարգսյանը դիտում էր այդ ամենն իր գրասենյակի 23-րդ հարկի բարձունքից, ձեռքին շոտլանդական վիսկիի բաժակ, հայացքը թափառում էր բետոնե ապակե հսկաների պես վեր խոյացող շենքերի միջ։ 42 տարվա կյանք, ահա նա, կորպորատիվ աշխարհի գագաթին, Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ֆինանսական տնօրեն, հարգված, նույնիսկ երկյուղ ներշնչող շատերի համար, ովքեր աշխատում էին իր ենթակայության տակ։ Բայց այդ գիշեր, երբ նայում էր երբեք չքնող քաղաքին, Դավիթը մի դատարկություն էր զգում, որը ոչ մի ֆինանսական հաշվետվություն չէր կարող լրացնել։ Նրա առօրյան անթերի էր, միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված։ Ամեն օր, առանց բացառության, արթնանում էր առավոտյան 5:30-ին։ 1 ժամ մարզասրահ, իր բնակելի շքեղ համալիրում, տաք ցնցուղ, սուրճ առանց շաքարի, անթերի արդուկված իտալական կոստյում։ Ժամը 7-ին նա արդեն գրասենյակում էր, իր աշխատակիցներից բոլորից շուտ։ Ճաշում էր իր աշխատասենյակում, սովորաբար հավելվածով պատվիրված հավի մսով աղցան, մինչ ստուգում էր աղյուսակները մասնակցում տեսազանգերի, այլ մայրցամաքների ներդրողների հետ։ Գրասենյակից դուրս էր գալիս ուշ, միշտ ուշ, երբ քաղաքի լույսերն արդեն ամբողջությամբ փայլում էին, երթևեկությունը մի փոքր թեթացել էր։ Վերադառնում էր իր բնակարանը, կենտրոնում գտնվող 300 քառակուսի մետր մակերեսով ընդարձակ պենթհաուս, որն ուներ հաղթանակի զբոսայգու համայնապատկերային տեսարան, ձևավորվել էր մի հայտնի ճարտարապետի կողմից, որին նա հազիվ էր ճանաչում։ Ընտրում էր մենակ, միշտ ինչ-որ արագ բան, մի սառեցված ուտեստ, որը տաքացնում էր միկրոալիքային վառարանում, մինչ կարդում էր հերթական հաշվետվությունները կամ դիտում տնտեսական լրատվական ալիքներ։ Քնում էր քիչ, արթնանում վաղ, շրջափուլը կրկնվում էր։ Դավիթը չէր ծնվել այդ արտոնյալ կյանքում։ Ընդհակառակը։ Նա արտաշատից էր, մի փոքրիկ քաղաքից, որտեղ հայրն աշխատում էր որպես մեխանիկ, իսկ մայրը դերձակուհի, որպեսզի լրացնի ընտանիքի եկամուտը։ Նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես են ծնողները չարչարվում սեղանին հաց դնելու, ամսվա վերջին հաշիվները վճարելու, իրեն եղբայրներին գոնե նվազագույն պարկեշտ կրթություն տալու համար։ Վաղ տարիքից Դավիթը հասկացել էր, որ փողը միակ միջոցն է, փախչելու այդ մշտական դժվարություններով լի կյանքից։ Սովորում էր մոլագարի պես, գիշերներն անցկացնում էր հին գրքերի պատճենահանված ձեռնարկների վրա կռացած, մինչ որ կարողացավ Երանի մասնավոր համալսարաններից մեկում լրիվ կրթաթոշակ ստանալ։ Արտաշատից հեռացավ 18 տարեկանում, մի հին ճամպրուկով խոստումով, որ կվերադառնա հաղթանակած։ Եվ վերադառնում էր, մի քանի անգամ, առաջին տարիներին։ Բայց երբ նրա կարիերան սկսեց վերելք ապրել, այցելությունները գնալով հազվադեպ դարձան։ 25 տարեկանում նա արդեն ֆինանսական վերլուծաբան էր միջազգային ընկերությունում։ 30-ում ավագ մենեջեր։ 35-ում դարձավ հայկական խոշոր կորպորացիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆինանսական տնօրենը։ Նրա մասին գրեցին բիզնես ամսագրերում, նա դասախոսություններ կարդաց ֆինանսական կառավարման մասին, դարձավ ոլորտի հեղինակություն։ Բայց դեպի գագաթ տանող ճանապարհին նա շատ բան թողեց հետում։ Իր ամուսնությունը, օրինակ, որը տեց ընդամենը 4 տարի։ Անահիտին հանդիպել էր համալսարանում, ամուսնացան, երբ նա 28 տարեկան էր, լիքը ծրագրերով ու երազանքներով։ Բայց նրա երազանքները միշտ ներառում էին թվեր, նպատակներ, մասնագիտական աճ։ Իսկ Անահիտի երազանքները երեխաներ, ընտանեկան ընթրիքներ, հանգիստ ճամփորդություններ։ 32 տարեկանում Անահիտը ամուսնալուծություն պահանջեց։ Դավիթը երբեք չմոռացավ նրա վերջին խոսքերը, որոնք ասաց պատրաստի ճամպրուկներով դռնից դուրս գալուց առաջ։ Ես ինձ կենդանի մարդու այրի եմ զգում, Դավիթ։ Դու այստեղ ես, բայց այստեղ չես։ Երբեք այստեղ չես։ Նա փորձեց վիճել, ասել, որ երկուսի համար ապագա է կառուցում, որ բոլոր ջանքերը նրանց համար են։
Բայց Անահիտը պարզապես գլուխը թափահարեց այն տխուր հայացքով, որը Դավիթը տարիներ շարունակ փորձում էր ջնջել իր հիշողությունից։ «Ինձ փողով լի ապագա պետք չէ», ասաց նա։ «Ինձ քեզ հետ ներկա է պետք»։ Դավիթը չիմացավ, ինչ պատասխանել։ Թույլ տվեց, որ նա գնա, էլ ավելի խորը սուզվեց աշխատանքի մեջ։ Ավելի հեշտ էր գործ ունենալ աղյուսակների հետ, քան զգացմունքների։ Ավելի հեշտ էր լուծել ֆինանսական ճգնաժամեր, քան հուզական։ Ժամանակի ընթացքում ընկերները նույնպես սկսեցին անհետանալ։ Չպատասխանված զանգեր, վերջին պահին մշտապես չեղարկված հանդիպումներ, մոռացված ծննդյան օրեր։ Մեկ առ մեկ նրանք դադարեցին պնդել։ Դավիթը ոչինչ չարեց, դա կանխելու համար։ Ի վերջո, նա ուներ կարևոր հանդիպումներ, հրատապ բանակցություններ, հասնելու նպատակներ։ Երեխաներ։ Երբեք ժամանակ չուներ լրջորեն մտածելու այդ մասին։ Անահիտը ցանկանում էր, բայց նա միշտ ասում էր, որ պետք է մի փոքր էլ սպասել, մինչ կարիերան ավելի կայունանա, մինչ ավելի շատ ֆինանսական անվտանգություն ունենա։ Բայց կայունությունը երբեք չէր գալիս, որովհետև միշտ կար բարձրանալու նոր աստիճան, հասնելու նոր նվաճման։ Այժմ 42 տարեկանում Դավիթը հետ էր նայում, տեսնում էր մասնագիտական հաջողությունների մի շարան, անձնական հարաբերությունների մի անապատ։ Ծնողներն արդեն մահացել էին մեկը մյուսի հետից, վերջին 5 տարիների ընթացքում։ Նա, իհարկե, ներկա էր եղել հուղարկավորություններին, բայց նրանց կյանքի վերջին տարիներին այնտեղ չէր եղել։ Միշտ ավելի հրատապ բան կար, միշտ լավ մշակված պատրվակ։ Եղբայրները հազիվ էին խոսում նրա հետ, իսկ երբ խոսում էին, դա միայն գործնական, բյուրոկրատական հարցերի շուրջ էր։ Հարազատ եղբայրը դարձել էր հեռավոր եղբայր, մեկը, ով հայտնվում էր միայն հուղարկավորություններին տոնական օրերին գումար ուղարկում։ Սակայն այդ դեկտեմբերյան գիշերը մի տարբեր բան տեղի ունեցավ։ Դավիթը գրասենյակից ավելի շուտ դուրս եկավ, հազվագյուտ, գրեթե աննախադեպ մի բան։ Ընդամենը երեկոյան 7:30 էր, երբ նա անջատեց համակարգիչը, վերցրեց իր իտալական կաշվե պայուսակը։ Նրա օգնականը զարմանքից քիչ մնաց աթոռից ընկներ։ «Պարոն Սարգսյան, ամեն ինչ կարգին է», հարցրեց նա անհանգիստ, կարծես Դավիթը հիվանդ լիներ։ «Այո, կարգին է», պատասխանեց Դավիթը հոգնած կիսաժպիտով։ «Ուղղակի մի քանի գործ ունեմ լուծելու»։ Այն գործերը, որ նա պետք է լուծեր, պարզ էին, նույնիսկ սովորական։ Պետք է գնար սուպերմարկետ։ Տարիներ էին անցել, ինչ Դավիթը ոտք չէր դրել սուպերմարկետ։ Այն ամենը, ինչ նրան պետք էր, բնակարան էին հասցնում հավելվածների միջոցով, կամ էլ նրա տնտեսուհին էր գնում ամեն ինչ կարգի բերում։ Բայց այդ գիշեր, մի պատճառով, որը նույնիսկ ինքը չէր կարող բացատրել, ցանկություն զգաց անելու այդքան սովորական, այդքան մարդկային մի բան։ Իր արծաթագույն BMW-ով նա գնաց Արաբկիրի մի մեծ սուպերմարկետ, կայանեց ստորգետնյա հարկում ներս մտավ։ Տեղը մարդաշատ էր, ինչպես սպասվում էր դեկտեմբերյան երեկոյան, տոների նախօրեին։ Ամբողջ ընտանիքներով գնումներ էին կատարում տոների համար, երեխաները վազվզում էին միջանցքներով, աշխատակիցները շտապով լրացնում էին ապրանքները դարակներում։ Դավիթը մի զամբյուղ վերցրեց, սկսեց քայլել առանց որոշակի ուղղության, դիտելով մարդկանց, ապրանքները, այն սովորական կյանքը, որի գոյությունը մոռացել էր։ Անցավ գինիների բաժնով, ընտրեց մի շիշ չիլիական կարմիր գինի, ոչ այնքան առանձնահատուկ։ Վերցրեց 1 հոգու համար նախատեսված սառեցված լազանյայի տուփ, նույնը, որ միշտ պատվիրում էր հավելվածով։ Մի քանի միրգ, թխվածքաբլիթի տուփ, հանքային ջուր։ Իրականում, նրա գնումների ցուցակը ջնշող էր։ Միայն 1 հոգու համար ուտելիք, միշտ 1 հոգու համար։ Ոչ մի բազմազանություն, ոչ մի ուրախություն։ Պարզապես անհրաժեշտը, մարմինը գործող վիճակում պահելու համար, մինչ միտքն աշխատում էր։ Երբ հասավ դրամարկղին, հերթը մեծ էր։ Դավիթը հոգոց հանեց, անհամբեր, ինչպես միշտ, բայց ստիպեց իրեն սպասել։ Փորձում էր լինել սովորական մարդ, անել սովորական բաներ։ Սպասելիս նրա հայացքը թափառեց խանութով, շրջապատի մարդկանց վրայով։ Հենց այդ ժամանակ նա նկատեց իր արջի հերթում կանգնած ընտանիքին։ Երիտասարդ զույգ, երի 30 անց։ Կինը գրքին երեխա էր պահել, փաթաթված գունաթափ վարդագույն ծածկոցով, մինչդեռ տղամարդը ձեռքերի վրա պահում էր մոտ 3 տարեկան մի աղջնակի։ Աղջնակի դեմքը կպած էր հոր պարանոցին, գրեթե քնած։ Կինը հագել էր մուգ կանաչ բաճկոն, որի արմունկները մաշված էին, հին, բայց մաքուր։ Տղամարդը հագել էր չափազանց շատ լվացված կապույտ կոճակներով վերնաշապիկ, որն արդեն կորցրել էր իր սկզբնական գույնը։
Նրանք իրար հետ ցածրաձայն խոսում էին, ապրանքները դրամարկղի ժապավենի վրա դնելիս։ Դավիթը դիտում էր, թե ինչ են գնում։ Մանկական կաթի փոշի, տակդիրներ, հաց, մի քանի միրգ, բրինձ, լոբի։ Ամենաանհրաժեշտը։ Դրամարկղի աշխատակցուհին անցկացրեց ապրանքները, գումարը հայտնվեց էկրանին։ 3800 դրամ, 5200 դրամ, 6500 դրամ։ Կինը գծում է ստորին շուրթը, լարված, մինչ ամուսինը փորփրում էր տաբատի գրպանը, հանելով մի քանի ճմրթված թղթադրամ։ Երբ աշխատակցուհին ասաց ընդհանուր գումարը 7350 դրամ, տղամարդը հաշվեց ձեռքի փողը։ Մեկ անգամ, երկու անգամ։ Նայեց կնոջը, Դավիթը տեսավ պարտության արտահայտությունը նրա դեմքին։ Կինն անմիջապես հասկացավ։ Բավարար գումար չկար։ Պակասում էր 1200 դրամ։ Խղճուկ 1200 դրամ, որը բաժանում էր այդ ընտանիքին իրենց անհրաժեշտ սննդից։ Կինը մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, հետո սկսեց ապրանքները հանել տոպրակից։ Սկզբում մրգերը, հետո հացը։ Դրամարկղի աշխատակցուհին անարտահայտ դեմքով հանում էր գումարները։ 6800 դրամ։ Դեռ պակասում էր։ Կինը տատանվեց, նայեց գրկի երեխային, հետո դողացող ձեռքերով վերցրեց մանկական կաթի փոշու տուփը վերադարձրեց։ Հենց այդ պահին Դավիթի ներսում մի բան կոտրվեց։ Դա բուռն, պայթյունավտանգ կոտրվածք չէր։ Դա լուռ էր, խորը, ինչպես մի հին ճակ, որը վերջապես տեղի տվեց։ Նա տեսավ արցունքները, որոնք կինը փորձում էր թաքցնել, դեմքը կողք թեքելով։ Տեսավ, թե ինչպես տղամարդը գլուխը կախեց, աղջկան ավելի ամուր սեղմելով իր գրկում, կարծես ուզում էր պաշտպանել նրան իր զգացած ամոթից։ Տեսավ մանկական կաթի փոշու տուփը, որը վերադարձվել էր վաճառասեղանին, փայլում էր սուպերմարկետի լյումինեսցենտային լույսերի տակ, այդքան պարզ, բայց այդքան էական մի առարկա։ Դավիթը շատ չմտածեց։ Պարզապես գործեց։ Մի քայլ առաջ արեց ասած մի ձայնով, որը փորձում էր հանգիստ պահել։ Ներողություն։ Կարող եմ օգնել։ Զույգը շրջվեց, վախեցած։ Կինն արագ սրբեց աչքերը ձեռքի թիկունքով։ Պետք չէ, պարոն, ասաց տղամարդը վիրավորված հպարտությամբ, բայց քաղաքավարի ձայնով։ Մենք կլուծենք։ Դավիթը գլուխը թափահարեց։ Գիտեմ, որ կլուծեք, ասաց նա։ Բայց թույլ տվեք այս անգամ ես օգնեմ։ Խնդրում եմ։ Նախքան նրանք կրկին կփորձեին առարկել, Դավիթն արդեն հանել էր դրամապանակը, գրպանից տվել կրեդիտ քարտը դրամարկղի աշխատակցուհուն։ Դրեք այն ամենը, ինչ նրանք գնում էին, ասաց նա, ներառյալ կաթը։ Եվ մի քանի բան էլ ավելացրեք։ Նա կողքի դարակից վերցրեց մի քանի շոկոլադե սալիկ, միջուկով թխվածքաբլիթներ, տակտիրների լրացուցիչ տուփ։ Դրամարկղի աշխատակցուհին նայեց նրան, հետո զույգին, շփոթված, բայց արեց այն, ինչ նա խնդրեց։ Տղամարդը փորձեց հրաժարվել։ Պարոն, պետք չէ այդպես անել, մենք մի կերպ կլուծենք։ Դավիթը նրան ընդհատեց մի մեղմ շարժումով։ Գիտեմ, որ մի կերպ կլուծեք, կրկնեց նա։ Բայց այսօր թույլ տվեք ես լուծեմ։ Սա ողորմություն չէ, լավ։ Պարզապես մի մարդ օգնում է մյուսին։ Կինն այժմ սկսեց իսկապես լաց լինել, չկարողանալով թաքցնել։ Շատ շնորհակալ եմ, շշնջաց նա խեղդված ձայնով։ Դուք չգիտեք, թե սա որքան բան է նշանակում։ Դավիթը ժպտաց, տխուր, մի տեսակ ծուռ ժպիտով։ Կարծում եմ, գիտեմ, ասաց նա ցածրաձայն, ավելի շատ իրեն, քան նրան։ Գործարքն ավարտվեց։ Տոպրակները հանձնվեցին զույգին, որոնք 3-4 անգամ շնորհակալություն հայտնեցին, դեռս ցնցված կատարվածից։ Դավիթը գլխով արեց, գնեց իր սեփական իրերը, դուրս եկավ սուպերմարկետից։ Գրեթե հասել էր մեքենային, երբ լսեց, որ ինչ-որ մեկը վազում է իր հետից։ Պարոն, սպասեք, խնդրում եմ։ Նա շրջվեց, տեսավ տղամարդուն, շնչակտուր, կնոջն ու երեխաներին գնումներով մի փոքր հետում թողած։ Տղամարդը մեկնեց ձեռքը։ Իմ անունը Գորգ է, ասաց նա, ամուր սեղմելով Դավիթի ձեռքը։ Գորգ Պետրոսյան։ Սա կինս է, Նարինեն, մեր դուստրերը, Սոնան փոքրիկ Լիլիթը։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել ձեր արածի համար։ Դավիթը սեղմեց նրա ձեռքը։ Դավիթ Սարգսյան, ներկայացավ նա։ Եվ պետք չէ շնորհակալություն հայտնել։ Իսկապես։ Բայց Գորգը բաց չէր թողնում նրա ձեռքը։
Նրա աչքերը խոնավ էին, բայց այնտեղ մի արժանապատվություն կար, որը տպավորեց Դավիթին։ «Դուք չգիտեք, թե մենք ինչ իրավիճակում ենք», ասաց Գորգը։ «Ես աշխատանքս կորցրել եմ 1 տարուց ավելի առաջ։ Աշխատում էի Աբովյանի ավտոպահեստամասերի գործարանում, բայց ընկերությունը սնանկացավ։ Այդ ժամանակվանից պատահական գործեր եմ անում, ինչ պատահի։ Թռուցիկ եմ բաժանում, տեղափոխություններին եմ օգնում, շուկայում գնումներ եմ տանում։ Ամեն ինչ։ Բայց հեշտ չի եղել։ Նարինեն չի կարող աշխատել, որովհետև բժիշկն ասել է, որ պետք է աղջիկների կողքին լինի Լիլիթի պատճառով, ով վաղաժամ է ծնվել, դեռ առողջական խնդիրներ ունի։ Մենք ապրում ենք զոքանչիս տանը, մի սենյակում, բոլորս միասին։ Դժվար է, բայց մենք չենք հանձնվում։ Եվ այսօր, երբ տեսա, որ նույնիսկ աղջկաս համար կապ չեմ կարող տանել, ինձ աշխարհի ամենավատ հայրը զգացի։ Դուք այսօր ինձ վերադարձրիք իմ արժանապատվությունը։ Չգիտեմ ինչպես, բայց մի օր ես սրա փոխարենը կհատուցեմ։ Դավիթը կուրծքը սեղմված զգաց։ Նա չգիտեր, ինչպես վարվել սրա հետ, այսքան անմիջական հուզմունքի, այսքան բացահայտված ճշմարտության հետ։ Ամբողջ կյանքը փախել էր մարդկային կապի այս տեսակից, հիմա այնտեղ էր, սուպերմարկետի կայանատեղիում, բռնած մի լիովին անծանոթի ձեռքը, ով իր սիրտն էր բացում նրա առաջ։ Գրպանից հանեց այցեքարտ, այն էլեգանտ քարտերից մեկը, հատուկ թղթի վրա, իր անունով պաշտոնով, ոսկեգույն տառերով։ «Տես, Գորգ», ասաց նա, քարտը տալով նրան։ «Չգիտեմ, շատ բանով կարող եմ օգնել, թե ոչ, բայց եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, զանգիր ինձ։ Գուցե կարողանամ օգնել քեզ աշխատանքի որևէ հնարավորություն գտնելու հարցում։ Ոչինչ չեմ խոստանում, բայց կարող եմ փորձել»։ Գորգը վերցրեց քարտը, կարծես ոսկի լիներ։ Նայեց տպված անվանը, հետո Դավիթին։ «Դուք ֆինանսական տնօրեն եք»։ Աստված իմ, ես չգիտեի։ Ներողություն, որ ձեր ժամանակը խլեցի։ Դավիթը գլուխը թափահարեց։ Ոչնչի համար ներողություն մի խնդրիր։ Եվ կարող ես զանգել։ Երկուշաբթի, եթե ուզում ես։ Գորգը գլխով արեց, դեռս հարգանքով բռնած քարտը։ Կզանգեմ։ Վստահ եղեք։ Դավիթը նստեց մեքենան, միացրեց շարժիչը, մի պահ կանգնած մնաց, նախքան դուրս գալը։ Հետի հայելու միջով տեսավ, թե ինչպես է Գորգը վերադառնում ընտանիքի մոտ, քարտը ցույց տալիս Նարինեին, երկուսով աշխույժ զրուցում։ Կինը նայեց Դավիթի մեքենայի ուղղությամբ, շնորհակալ ձեռքով արեց։ Նա էլ ձեռքով արեց, դուրս եկավ կայանատեղիից։ Իր բնակարան տանող ամբողջ ճանապարհին Դավիթը չէր կարողանում դադարել մտածել այդ ընտանիքի մասին։ Գորգի մասին, ով, չնայած 1 տարուց ավելի գործազուրկ լինելուն, չէր կորցրել իր արժանապատվությունը։ Նարինեի մասին, ով այդքան խնամքով էր պահում երեխային, նույնիսկ արցունքներն աչքերին։ Աղջիկների մասին, այդքան փոքր, այդքան անմեղ, դեռ չհասկանալով այն դժվարությունները, որոնց միջով անցնում էին իրենց ծնողները։ Մտածեց պակասող 1200 դրամի մասին, իր համար այդքան ծիծաղելի մի գումար, որը նա ծախսում էր գրասենյակում մի բաժակ էսպրեսոյի վրա, բայց որը նշանակում էր տարբերություն, երեխան կաթ կխմի, թե ոչ։ Երբ տուն հասավ, Դավիթը լազանյան դրեց միկրոալիքային վառարանում, բայց սոված չէր։ Բացեց գինու շիշը, մի բաժակ լցրեց, բայց չխմեց։ Կանգնեց պատշգամբում, նայելով ներքում լուսավորված հաղթանակի զբոսայգուն, մտածելով, թե իր կյանքը որքան անհավանականորեն կտրված է մարդկանց մեծամասնության իրականությունից։ Նա ուներ մի բնակարան, որտեղ կտեղավորվեին Գորգի նման 5 ընտանիք։ Ուներ մի մեքենա, որն ավելի թանկ արժեր, քան շատ մարդիկ կվաստակեին տարիների աշխատանքով։ Ուներ բանկային հաշիվ, ավելի շատ զրոներով, քան կկարողանար ծախսել մի ամբողջ կյանքում։ Եվ այնուամենայնիվ, իրեն զգում էր դատարկ, թերի, կորած։ Մինչդեռ Գորգը, ով ապրում էր մի սենյակում կնոջ, 2 դուստրերի զոքանչի հետ, ով 1 տարուց ավելի մշտական աշխատանք չուներ, ով պետք է ընտրեր հաց գնելու, կաթ գնելու միջ, կարծես թե ուներ մի բան, որը Դավիթը վաղուց կորցրել էր։ Նպատակ։ Կապ։ Իսկական սեր։ Դավիթն ամբողջ հանգստյան օրերն անցկացրեց, մտածելով այդ հանդիպման մասին։ Չկարողացավ նորմալ աշխատել, ինչը նրա համար շատ հազվադեպ էր։ Ցրված էր, միտքը միշտ վերադառնում էր սուպերմարկետի տեսարանին։ Գորգի դեմքի պարտված արտահայտությանը, երբ հասկացավ, որ բավարար գումար չունի։ Նարինեի զուսպ արցունքներին։ Այդ պահի ծանրությանը, որն իր համար ընդամենը հերթական երեկո էր, բայց այդ ընտանիքի համար, հնարավոր է իրենց հասած ամենացածր կետն էր։
Եվ այն տարօրինակ բավարարվածության զգացմանը, որ նա զգաց օգնելիս, մի բավարարվածություն, որը տարբերվում էր այն ամենից, ինչ զգացել էր տարիների մասնագիտական նվաճումների ընթացքում։ Ոչ մի միլիոնանոց բոնուս, ոչ մի պաշտոնի բարձրացում, ոչ մի կորպորատիվ ճանաչում նրան այդքան լավ չէր զգացել, որքան այդ զույգի դեմքին տեսած թեթացումը։ Երկուշաբթի առավոտյան Դավիթը հասավ գրասենյակ սուզվեց հանդիպումների մեջ, ինչպես միշտ։ Բայց նրա մտքի մի մասը սպասում էր։ Սպասում էր, որ հեռախոսը զանգի, որ Գորգն իսկապես զանգի։ Ամբողջ առավոտն անցավ առանց նորությունների։ Կեսօրին նա տեսազանգի մեջ էր ներդրողների հետ, երբ քարտուղարուհին հաղորդագրություն ուղարկեց։ Գծի վրա մի Գորգ Պետրոսյան կա, ասում է, դուք եք խնդրել, որ զանգի։ Դավիթը հանդիպումից ներողություն խնդրեց, ասաց, որ հրատապ է, պատասխանեց. Ալո, Գորգ։ Մյուս կողմի ձայնը լարված էր, անվստահ։ Պարոն Սարգսյան։ Գորգն է։ Սուպերմարկետից։ Շաբաթ օրը հանդիպեցինք։ Գիտեմ, որ զբաղված կլինեք, բայց դուք ասացիք, որ զանգեմ։ Դավիթը ժպտաց, ինչը հազվադեպ էր նրա համար աշխատանքային ժամերին։ Այո, ասացի։ Եվ կարող ես ինձ Դավիթ ասել։ Ինչպես ես։ Գորգը մյուս կողմից հոգոց հանեց։ Տես, Դավիթ, չեմ ուզում չարաշահել քո բարությունը։ Բայց ես իսկապես շատ եմ կարիք ունեմ աշխատանքի հնարավորության։ Ամեն ինչ կանեմ։ Մաքրություն, տեխնիկական սպասարկում, բեռնափոխադրում, ինչ որ լինի։ Ես աշխատասեր եմ, ճշտապահ, արագ եմ սովորում։ Ինձ ուղղակի մի շանս է պետք։ Դավիթը մի պահ մտածեց։ Ընկերությունը, որտեղ աշխատում էր, հսկայական էր, հազարավոր աշխատակիցներով։ Անշուշտ, ինչ-որ բաժնում ինչ-որ թափուր տեղ կլիներ։ Տես, Գորգ, ոչինչ չեմ կարող խոստանալ, բայց կտեսնեմ, ինչ կարող եմ անել։ Սև ունես։ Գորգը մի պահ լռեց։ Ունեմ, բայց մի քիչ հնացած է։ Կարող եմ էլեկտրոնային փոստով ուղարկել։ Դավիթը տվեց իր անձնական էլփոստի հասցեն։ Ուղարկիր ինձ։ Կփոխանցեմ մարդկային ռեսուրսների բաժին անձնական երաշխավորություն կտամ։ Տեսնենք, ինչ կստացվի։ Գորգի ձայնը դողաց հուզմունքից։ Շատ շնորհակալ եմ, Դավիթ։ Իսկապես, շատ շնորհակալ եմ։ Ես քեզ հիասթափեցնելու չեմ, վստահ եղիր։ Երբ անջատեց հեռախոսը, Դավիթը մի պահ նայում էր հեռախոսին։ Ինչ էր անում։ Նա երբեք այսպես անձնապես չէր ներգրավվել որևէ մեկի հետ։ Միշտ պրոֆեսիոնալ հեռավորություն էր պահպանել ամեն ինչից բոլորից։ Բայց այդ հանդիպման մեջ մի բան այնպես էր ազդել նրա վրա, որ չէր կարողանում բացատրել։ Գուցե դա տարիներ շարունակ միայն աշխատանքի համար ապրելու հոգնածությունն էր։ Գուցե դա միայնությունն էր, որը վերջապես իր գինն էր պահանջում։ Կամ գուցե դա պարզապես իր մարդկայնությունն էր, որն այդքան երկար քնած էր մնացել հանկարծ արթնացել։ Պատճառը կարևոր չէր։ Կարևորն այն էր, որ նա որոշել էր օգնել։ Եվ պատրաստվում էր դա անել մինչ վերջ։ Զանգեց մարդկային ռեսուրսների տնօրենին, Մարինե անունով մի իրավասու գործնական կնոջ։ Մարինե, մի լավության կարիք ունեմ։ Մի մարդու թվ ունեմ, որը կուզենայի, որ դուք մի աչքի անցկացնեիք։ Նա տատանվեց։ Դավիթ, դու գիտես, որ մենք այսպես անձնական երաշխավորություններ չենք անում։ Մենք ընտրության գործընթացներ ունենք։ Գիտեմ, պատասխանեց նա։ Բայց ուղղակի մի նայիր։ Եթե պիտանի չլինի, ոչինչ։ Բայց կարծում եմ, արժե մի շանս տալ։ Մարինեն համաձայնեց, ավելի շատ ֆինանսական տնօրենին չհակառակվելու համար, քան համոզմունքից ելնելով։ Դավիթն ուղարկեց Գորգի թվն, հենց որ ստացավ։ Այն պարզ էր, հասարակ, առանց մեծ որակավորումների։ Ավարտել էր միջնակարգ դպրոցը, մի քանի տեխնիկական դասընթաց, փորձը հիմնականում արտադրական գծերում ընդհանուր ծառայություններում էր։ Ոչինչ, որ թղթի վրա տպավորեր։ Բայց Դավիթը պնդեց. Մարինե, այս տղան հնարավորության կարիք ունի։ Նա աշխատասեր է, պատասխանատու, ընտանիք ունի պահելու։ Եկեք նրան մի շանս տանք։ Նա մյուս կողմից հոգոց հանեց։ Լավ, Դավիթ։ Կտեսնեմ, արդյոք տեխնիկական սպասարկման կամ պահեստի բաժնում թափուր տեղ ունենք։ Բայց նա կանցնի սովորական գործընթացով, հարցազրույց այլն։ Հրաշալի է, համաձայնեց Դավիթը։
Սա է միայն այն, ինչ խնդրում եմ։ Մի շանս։ 2 շաբաթ անց Գորգը նորից զանգեց։ Լաց էր լինում, բայց այս անգամ ուրախության արցունքներ էին։ Դավիթ, ես հաջողեցի։ Անցա հարցազրույցը։ 2 շաբթի օրվանից սկսում եմ պահեստում։ Չգիտեմ, ինչպես քեզ շնորհակալություն հայտնել։ Դու փոխեցիր իմ կյանքը։ Դավիթը մի տարօրինակ բան զգաց կրծքում, ուրախության մի ուրիշ բանի խառնուրդ, մի բան, որը վաղուց չէր զգացել։ Հպարտություն, գուցե։ Բայց ոչ իր համար հպարտություն, այլ ուրիշի։ Շնորհավորում եմ, Գորգ։ Վստահ եմ, որ լավ կաշխատես։ Եվ այսպես սկսվեց մի ճանապարհորդություն, որը կփոխեր երկուսի կյանքն էլ ընդմիշտ, այնպես, ինչպես նրանցից ոչ մեկը չէր կարող պատկերացնել այդ պահին։ Երկուշաբթին ավելի արագ եկավ, քան Գորգն էր սպասում։ Նա արթնացավ առավոտյան ժամը 4-ին, զարթուցիչի զանգից շատ առաջ, սիրտը թրթռում էր, իսկ ներսում տագնապի հուզմունքի խառնուրդ կար։ Նարինեն նույնպես արթուն էր, նստած նեղ մահճակալին, որը կիսում էին զոքանչի տան իրենց սենյակում։ Քնել ես մի քիչ, հարցրեց նա, քնքշորեն ձեռքը տանելով նրա մազերի միջով։ Մի քիչ, ստեց Գորգը, վեր կենալով։ Բայց ամեն ինչ լավ է։ Այսօր նոր օր է, չէ՞։ Նարինեն ժպտաց այն ժպիտով, որին նա սիրահարվել էր տարիներ առաջ, երբ ծանոթացել էին թաղամասի եկեղեցու պարահանդեսին։ Ես այնքան հպարտ եմ քեզանով, ասաց նա։ Ամեն ինչ լավ կլինի, կարող ես վստահել։ Գորգն արագ լոգանք ընդունեց, հագավ իր ամենանոր ջինսե տաբատը սպիտակ վերնաշապիկը, որը Նարինեն նախորդ գիշեր մեծ խնամքով արդուկել էր։ Նայեց իրեն լոգարանի հայելու մեջ, փորձելով այնտեղ տեսնել այն իրավասու աշխատողին, որին Դավիթը տեսել էր իր մեջ։ Տեսնում էր միայն հոգնած մի մարդու, նշանավորված 1.5 տարվա գործազրկությամբ, բայց աչքերում հույսի մի կայծով, որը վաղուց չկար։ Տնից դուրս եկավ, երբ դեռ մութ էր, նստեց 2 լեփ լեցուն ավտոբուս ընկերություն հասավ ժամանակից 40 րոպե շուտ։ Սպասեց անցակետում, լարված, մինչ անվտանգության աշխատակիցը թույլ տվեց ներս մտնել։ Մարդկային ռեսուրսների բաժինը նրան ընդունեց, տվեց համազգեստը, բացատրեց հիմնական կանոնները, ներկայացրեց ղեկավարին։ Գորգը յուրաքանչյուր բառը կլանում էր, կարծես գոյատման դաս լիներ։ Չէր կարող սխալվել։ Չէր կարող հիասթափեցնել Դավիթին։ Չէր կարող կորցնել այդ հնարավորությունը, որը հրաշքի էր նման։ Պահեստը մեծ, կազմակերպված տարածք էր, լի դարակներով, որոնց վրա դրված էին մասեր, նյութեր, սարքավորումներ։ Նրա աշխատանքը ամեն ինչի մուտքն ու ելքը վերահսկելն էր, պաշարները թարմ պահելը, ապրանքների ընդունմանը օգնելը։ Դա ֆիզիկական աշխատանք էր, այո, բայց արժանապատվություն ուներ։ Աշխատանքային գրքույկով էր։ Ամսվա վերջին կայուն աշխատավարձ ուներ։ Ապագա ուներ։ Առաջին օրերը լարված էին։ Գորգը միշտ շուտ էր գալիս, միշտ ուշ էր գնում, կամավորագրվում էր արտաժամյա աշխատանքի, որից մյուս աշխատակիցները հրաժարվում էին։ Արագ սովորեց պաշարների վերահսկման համակարգը, անգիր արեց յուրաքանչյուր իրի տեղը, ստեղծեց իր սեփական մեթոդները աշխատանքն արագացնելու համար։ Նրա ղեկավարը, Ռուբեն անունով մի լուրջ մարդ, նկատեց ջանքերը։ Լավ ես աշխատում, Գորգ, ասաց նա առաջին շաբաթվա ուրբաթ օրը։ Այսպես շարունակիր։ Գորգը շնորհակալություն հայտնեց, բայց չթուլացավ։ Գիտեր, որ իրեն դիտում են, գնահատում, դատում։ Նա այն տղան էր, ով աշխատանքի էր ընդունվել ֆինանսական տնօրենի երաշխավորությամբ, դա մեկնաբանությունների տեղիք էր տալիս։ Որոշ գործընկերներ լավն էին, մյուսները կատակներ էին անում, ակնարկելով, որ նա աշխատանքը ստացել է միայն այն պատճառով, որ ճանաչում է ինչ-որ կարևոր մեկին։ Գորգը գուլ էր տալիս սադրանքները էլ ավելի շատ աշխատում։ Ուզում էր ապացուցել, որ արժանի է այնտեղ լինելու իր սեփական արժանինքների, ոչ թե լավության շնորհիվ։ Մինույն ժամանակ 23-րդ հարկում Դավիթը շարունակում էր իր առօրյան, բայց մի բան փոխվել էր։ Նա բռնում էր իրեն Գորգի մասին մտածելիս, թե ինչպես է նա հարմարվում իր առաջին աշխատանքին այդքան երկար ժամանակ անց։ Նրա մի մասը գիտեր, որ հիմարություն է այդպես անհանգստանալ, որ նա իր մասն արել է, աշխատատեղը գտնելով, որ այժմ ամեն ինչ կախված է հենց Գորգի ջանքերից։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա լավ չէր ճանաչում, տարօրինակ պատասխանատվություն էր զգում։ Կարծես մի սերմ էր ցանել, հիմա ուզում էր տեսնել, թե ինչպես է այն աճում։ Չորեքշաբթի կեսօրին նա իջավ պահեստ։ Դա պլանավորված որոշում չէր, գրեթե իմպուլս էր։
Իրեն ասաց, որ պետք է անձամբ ստուգի բաժնի արդյունավետությունը, բայց խորքում գիտեր, որ ուզում է տեսնել, թե ինչպես է Գորգը։ Գտավ նրան արկղեր դասավորելիս, քրտնած, բայց կենտրոնացած, մեկ այլ աշխատակցի հետ խոսում էր նյութը առանց վնասելու դասավորելու լավագույն ձի մասին։ Գորգը տեսավ նրան քիչ մնաց արկղը ձեռքից գցեր։ «Պարոն Սարգսյան», ասաց նա, աչքերը լայն բացելով։ Դավիթը ձեռքով արեց։ «Բար, Գորգ։ Ուղղակի եկա տեսնեմ, ինչպես են գործերն այստեղ։ Ամեն ինչ լավ է»։ Գորգը քրտինքը սրբեց ճակատից թով։ «Այո, հրաշալի է։ Շատ բան եմ սովորում։ Այստեղի մարդիկ լավն են»։ Դավիթը շուրջը նայեց, նկատելով անթերի կազմակերպվածությունը, լավ փակցված պիտակները, արդյունավետ դասակարգման համակարգը։ «Լավ աշխատանք ես կատարում», ասաց նա, դա պարզապես քաղաքավարություն չէր։ Դա ճշմարտություն էր։ Գորգը ժպտաց, այն համեստ, մի տեսակ ամաչկոտ ձով։ «Շնորհակալ եմ։ Ջանում եմ»։ Դուրս գալուց առաջ Դավիթը տատանվեց։ «Տես, եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ընկերության մասին որե հարց, կարող ես ինձ դիմել»։ Գորգը գլխով արեց, «Շնորհակալ։ Անպայման։ Եվ նորից շնորհակալ եմ, Դավիթ։ Ամեն ինչի համար»։ Դավիթը պահեստից դուրս եկավ բավարարվածության տարօրինակ զգացումով։ Դա տարբերվում էր միլիոնանոց գործարք կնքելու կամ եռամսյակային նպատակին հասնելու բավարարվածությունից։ Դա ավելի պարզ, ավելի մարդկային մի բան էր։ Շաբաթներն անցնում էին, Գորգը ամրապնդվում էր աշխատանքում։ Ռուբենը, ղեկավարը, մի քանի անգամ գովեց նրա աշխատանքը։ Մարինեն, մըր տնօրենը, պատահականորեն նշեց Դավիթին, որ նրա երաշխավորությունը լավն էր։ «Տղան շատ լավ է աշխատում», ասաց նա։ «Հազվադեպ ես այսօր այդքան նվիրված մեկին տեսնում»։ Դավիթը պարզապես գլխով արեց, բայց ներսում նորից զգաց այն տարօրինակ հպարտությունը։ Գորգը ոչ միայն ճշտապահ ու աշխատասեր էր։ Նա ստեղծագործ էր։ Առաջարկեց կազմակերպման համակարգի բարելավումներ, որոնք ժամանակ խնայեցին։ Օգնեց նոր աշխատակիցներին վերապատրաստել։ Մնում էր մինչ ուշ, երբ հրատապ առաքումներ կային։ 3 ամսում նրան բարձրացրին համակարգողի օգնականի պաշտոնի։ 6 ամսում նա արդեն փոքր թիմ էր ղեկավարում։ Դա մեծ բան չէր, ոչ էլ աստղային վերելք, բայց 1.5 տարի գործազուրկ մնացած մեկի համար դա հսկայական հաղթանակ էր։ Դավիթը հեռվից հետում էր այս ուղուն։ Երբեմն առանց որևէ պատճառի իջնում էր պահեստ, երբեմն զգուշորեն հարցնում Ռուբենին Գորգի աշխատանքի մասին։ Բայց պրոֆեսիոնալ հեռավորություն էր պահպանում։ Մինչ այն օրը, երբ Գորգը նրան փնտրեց։ Ուրբաթ երեկո էր, Դավիթը պատրաստվում էր գնալ, երբ քարտուղարուհին տեղեկացրեց, որ ինչ-որ մեկը ցանկանում է խոսել նրա հետ։ Գորգն է, պահեստից։ Ասաց, որ արագ է։ Դավիթը թույլ տվեց, որ նա ներս մտնի։ Գորգը ամաչելով մտավ սենյակ, շուրջը նայելով, կարծես թանգարանում լիներ։ Սենյակը հսկայական էր, կարմիր փայտից սեղանով, գրքերով, գավաթներով լի դարակներով, հյուսիսային պողոտայի գեղեցիկ տեսարանով։ «Ներողություն անհանգստացնելու համար, Դավիթ», ասաց Գորգը, գլխարկը ձեռքերում պտտելով։ «Ես ուղղակի ուզում էի անձամբ շնորհակալություն հայտնել։ Այսօր 6 ամիս է, ինչ ես այստեղ եմ սկսել, իմ կյանքը լիովին փոխվել է։ Նարինեն ու աղջիկները լավ են, կարողացա մեզ համար մի փոքրիկ բնակարան վարձել, ամեն ինչ իր հունով է գնում։ Եվ այս ամենը քո շնորհիվ է»։ Դավիթը վեր կացավ աթոռից, մի տեսակ անհարմար զգալով։ «Իմ շնորհիվ չէ, Գորգ։ Քո աշխատանքի շնորհիվ է։ Ես ընդամենը մի դուռ բացեցի։ Դու ես, որ անցար դրանով ցույց տվեցիր քո արժեքը»։ Գորգը գլուխը թափահարեց։ «Առանց քո օգնության ես նույնիսկ այդ դռան մոտ չէի հասնի։ Եվ ես ուզում եմ քեզ մի հրավեր անել։ Նարինեն կիրակի օրը ճաշ է պատրաստում, ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի մի պարզ բան, բայց մեծ պատիվ կլիներ, եթե կարողանայիր գալ։ Աղջիկները ուզում են քեզ լավ ճանաչել, մենք ուզում էինք գոնե մի փոքր հատուցել այն ամենի համար, ինչ դու արել ես մեզ համար»։ Դավիթը զարմացավ։ Ճաշ։ Նա տարիներ շարունակ ընտանեկան ճաշի չէր գնացել։ Նույնիսկ չգիտեր, ինչպես վարվել նման իրավիճակում։ «Տես, Գորգ, չեմ ուզում ձեր օրը խանգարել։ Պատկերացրու, ոչ մի բան չես խանգարի։ Մենք շատ ենք ուզում, որ դու գաս։ Խնդրում եմ։
Խնդրանքի մեջ այնքան մաքուր անկեղծություն կար, որ Դավիթը չկարողացավ մերժել։ Լավ, ասաց նա։ Ժամը քանիսին։ Գորգը լայն բացեց աչքերը, կարծես չհավատար, որ նա համաձայնել է։ Կեսօրին, կեսօրն անց կես։ Հասցեն կուղարկեմ քեզ։ Կիրակի օրը Դավիթն արթնացավ, չիմանալով, թե ինչ սպասել։ Հագնվեց սովորական ջինսե տաբատ պոլո վերնաշապիկ, փորձելով շատ պաշտոնական չերալ։ Գինու մառանից մի շիշ լավ գինի վերցրեց գնաց այն հասցեով, որը Գորգն ուղարկել էր։ Դա Նոր Նորքում գտնվող մի հասարակ շենք էր, բանվորական թաղամասում։ Բարձրացավ, երրորդ հարկ զանգը տվեց։ Նարինեն բացեց դուռը լայն ժպիտով, գրկին, փոքրիկ Լիլիթը։ Բարի գալուստ, Դավիթ։ Մենք շատ ուրախ ենք, որ եկար։ Բնակարանը փոքր էր, նույնիսկ նեղ, բայց մաքուր կոկիկ։ Մի հյուրասենյակ հին, բայց կարգի բերված բազմոցով, ֆորմիկայից ճաշասեղանով, պատուհաններին ծաղկավոր վարագույրներ։ Այնտեղ շքեղություն չկար, բայց կար մի բան, որ Դավիթի բնակարանում չկար։ Կյանք կար։ Տնական ուտելիքի հոտ կար։ Երեխայի ծիծաղ կար։ Պատերին սեր կար։ Սոնան, ավագ դուստրը, վազեց նրա մոտ։ Դու Դավիթ Քերին ես, որի մասին հայրիկս այդքան շատ է խոսում։ Դավիթը կրացավ, նրա հասակին հավասարվելու համար։ Ես եմ։ Իսկ դու Սոնան ես։ Աղջիկը գլխով արեց, ոգորված։ Ես եմ։ Ուզում ես իմ նկարը տեսնել։ Դավիթը հաջորդ մի քանի ժամն անցկացրեց այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ չէր հիշում։ Խաղաց Սոնայի հետ, ով ցույց տվեց իր բոլոր նկարներն ու խաղալիքները։ Գրկում պահեց Լիլիթին, մինչ Նարինեն ավարտում էր ճաշի պատրաստությունը, զգալով երեխայի տակ ծանրությունը կրծքին փոքրիկ երեխայի այդ բնորոշ հոտը։ Խոսեց Գորգի հետ ֆուտբոլի, կյանքի, իրենց անցած դժվարությունների ապագայի ծրագրերի մասին։ Միասին ճաշեցին նեղ սեղանի շուրջ, հավի տապակա, որը Նարինեն մեծ սիրով էր պատրաստել, կարտոֆիլ, թարմ աղցաններ, լավաշ։ Պարզ, բայց համեղ ուտելիք, սիրով պատրաստված։ Ճաշի ընթացքում Դավիթը դիտում էր այդ ընտանիքին։ Այն ձը, որով Գորգն ու Նարինեն իրար էին նայում փոխըմբռնումով։ Ինչպես է Սոնան աշխույժ պատմություններ պատմում, ծնողները լսում էին անկեղծ ուշադրությամբ։ Ինչպես էր Լիլիթը ժպտում, երբ ինչ-որ մեկը կատակում էր։ Դա պարզ, բայց իսկական երջանկություն էր։ Դա այն ամենն էր, ինչ նա չուներ։ Ճաշից հետո, մինչ Նարինեն աղջիկներին քնեցնում էր, Գորգն ու Դավիթը զրուցում էին փոքրիկ պատշգամբում։ Դու գեղեցիկ ընտանիք ունես, Գորգ, ասաց Դավիթը, նրա ձայնում մի տխրություն կար, որը չկարողացավ թաքցնել։ Գորգը նկատեց. Իսկ դո, Դավիթ, ամուսնալուծությունից հետո նորից չամուսնացար։ Դավիթը հոգոց հանեց. Ոչ։ Երբ նախկին կինս գնաց, ես այնքան խորասուզվեցի աշխատանքի մեջ, որ ուրիշ ոչնչի համար տեղ չմնաց։ Հաջողակ կարիերա կառուցեցի, բայց մնացած ամեն ինչը քանդեցի այդ ընթացքում։ Հիմա, ձեզ նայելով, ես հասկանում եմ, թե որքան բան եմ կորցրել։ Գորգը մի պահ լռեց։ Նորից սկսելու համար ուշ չէ, գիտես։ Դու դեռ երիտասարդ ես, ամբողջ կյանքն առջում է։ Դավիթը տխուր ժպտաց։ Չգիտեմ, արդյոք դեռ գիտեմ, ինչպես դա անել։ Այնքան երկար եմ մենակ մնացել, որ դա ինձ համար նորմալ է դարձել։ Գորգը ձեռքը դրեց նրա ուսին։ Պետք չէ մենակ մնալ։ Մենք այստեղ ենք։ Դու միշտ ցանկալի հյուր ես, երբ ուզենաս։ Իսկապես։ Եվ այսպես սկսվեց մի առօրյա, որը Դավիթը երբեք չէր պատկերացնում, որ կունենա։ Սկսեց գնալ Գորգի Նարինեի տուն 2 շաբաթը մեկ, հետո ամեն շաբաթ, հետո գրեթե ամեն հանգստյան օր։ Սկզբում տարօրինակ էր, նույնիսկ անհարմար։ Նա չգիտեր, ինչպես վարվել երեխաների հետ, չգիտեր, ինչպես մասնակցել առօրյա կյանքի մասին սովորական զրույցներին։ Բայց կամաց-կամաց ազատվեց։ Սոնան նրան ընդունեց որպես մի տեսակ հորեղբայր, միշտ ինչ-որ նոր բան էր ցույց տալիս նրան, խնդրում էր, որ խաղա, որ պատմություններ պատմի։ Լիլիթը մեծանում էր, ճանաչելով նրա ներկայությունը, ձեռքերը մեկնում էր նրան, երբ նա գալիս էր։ Նարինեն նրան վերաբերվում էր որպես ընտանիքի անդամի, միշտ լրացուցիչ ուտելիք էր պատրաստում, միշտ անհանգստանում էր, թե նա լավ է, թե նորմալ սնվում է։ Եվ Գորգը դարձավ ավելին, քան իր ընկերության աշխատակից։ Նա դարձավ ընկեր։ Իսկական ընկեր, մի բան, որ Դավիթը վաղուց չուներ։
Նրանց միջ զրույցները գնալով ավելի խորն էին դառնում։ Մի երեկո, պարզ ընթրիքից հետո, երբ երեխաները քնած էին, Նարինեն խոհանոցներ հավաքում, Գորգը հարցրեց. «Դավիթ, կարող եմ քեզ անձնական հարց տալ»։ «Կարող ես», պատասխանեց Դավիթը, հետաքրքրված։ «Ինչու ես այս ամենն անում»։ «Ինձ օգնել, ամեն շաբաթ այստեղ գալ, մեզ հետ շփվել»։ «Չեմ բողոքում, ընդհակառակը։ Բայց մտածում եմ. դու հարուստ, հաջողակ մարդ ես։ Հազարավոր ավելի հետաքրքիր բաներ պետք է ունենաս անելու, քան կիրակին անցկացնել մեր նման սովորական ընտանիքի հետ»։ Դավիթը երկար մտածեց պատասխանի մասին։ «Գիտես, Գորգ, երկար ժամանակ ես կարծում էի, որ ամեն ինչ ունեմ. փող, հաջողություն, ճանաչում։ Բայց խորքում ես ոչինչ չունեի։ Ապրում էի մենակ մի հսկայական բնակարանում, օրական 16 ժամ աշխատում էի, ոչ ոք չկար, ում հետ իսկապես խոսեի։ Երբ ես տեսա քեզ քո ընտանիքին այն սուպերմարկետում, տեսա մի բան, որը վաղուց կորցրել էի։ Տեսա իսկական սեր։ Տեսա պայքար, բայց նա տեսա հույս։ Եվ երբ ես օգնեցի ձեզ, տարիների մեջ առաջին անգամ զգացի, որ մի բան եմ արել, որն իսկապես կարևոր էր։ Ոչ թե մի բան, որը կմեծացներ ընկերության շահույթը, այլ մի բան, որը կփոխեր իրական մարդկանց կյանքը»։ Գորգը լուռ լսում էր, երբ Դավիթն ավարտեց, նրա աչքերում արցունքներ կային։ «Դու փոխեցիր մեր կյանքը, Դավիթ։ Բայց կարծում եմ, մենք էլ քոնը փոխեցինք, չէ՞։ Դավիթը գլխով արեց, ձայնը խեղդված։ «Այո, փոխեցիք։ Դուք ինձ հիշեցրիք, թե ինչն է կարևոր։ Դուք ինձ հիշեցրիք, որ ես մարդ եմ, ոչ թե փող աշխատող։ Մեքենա։ Դուք ինձ հիշեցրիք, որ կան բաներ, որոնք փողով չես գնի։ Իսկական կապ։ Սեր։ Ընտանիք։ Ընկերություն»։ Ամիսների ընթացքում Դավիթի կյանքը վերափոխվում էր։ Շարունակում էր քրտնաջան աշխատել, իհարկե, շարունակում էր լինել իրավասու հարգված ֆինանսական տնօրեն։ Բայց հիմա հավասարակշռություն կար։ Ուրբաթ օրերին գրասենյակից ավելի շուտ էր դուրս գալիս։ Կիրակիները պահում էր Գորգի Նարինեի հետ անցկացնելու համար։ Սկսեց նկատել իր շրջապատի մարդկանց, աշխատակիցներին տեսնել ոչ թե որպես թվեր աղյուսակում, այլ որպես անհատներ, պատմություններով, դժվարություններով, երազանքներով։ Տնօրենների խորհրդի հետ հանդիպման ժամանակ նա աննախադեպ մի բան առաջարկեց։ «Ուզում եմ ընկերությունում սոցիալական ներառման ծրագիր ստեղծել», ասաց նա, դիտելով սեղանի շուրջ նստած զարմացած դեմքերը։ Մի ծրագիր, որը հնարավորություններ կտա խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց։ Երկարաժամկետ գործազուրկներին, ցածր եկամուտ ունեցող մարդկանց, նախկին դատապարտյալներին։ Մենք կտրամադրենք վերապատրաստում, աջակցություն, նորից սկսելու հնարավորություն։ Ընկերության նախագահը, Հովհաննես անունով մի գործնական մարդ, ճակատը կիտեց։ «Դավիթ, դա որ է ֆինանսական օգուտ կունենա։ Կազդի։ Մեր արտադրողականության վրա»։ Դավիթը խորը շունչ քաշեց։ «Այո, օգուտ կունենա, Հովհաննես։ Ոչ անմիջապես, ոչ հաջորդ եռամսյակի թվերով։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, այո։ Մենք կստեղծենք հավատարիմ, նվիրված աշխատուժ, որը երախտապարտ կլինի հնարավորության համար։ Կբարելավենք մեր կորպորատիվ իմիջը։ Եվ ամենակարևորը, մենք ճիշտ բան կանենք։ Կօգնենք մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»։ Սենյակում ծանր լռություն տիրեց։ Դա այն տեսակի փաստարկ չէր, որն օգտագործվում էր այդ միջավայրում, որտեղ ամեն ինչ պտտվում էր շահույթի արդյունքների շուրջ։ Բայց Դավիթը վստահություն էր ներշնչում։ Ուներ տարիների ճիշտ որոշումների, հասած նպատակների, անվիճելի հաջողությունների փորձ։ Եթե նա էր դա առաջարկում, ուրեմն դրա մեջ ինչ-որ արժեք պետք է լիներ։ Երկար քննարկումներից հետո ծրագիրը հաստատվեց փորձնական կարգով։ Դավիթն անձամբ ստանձնեց համակարգումը։ Աշխատեց Մարինեի հետ, ստեղծելու արդար ընտրության չափանիշներ, հաստատելու մենթորության համակարգ, երաշխավորելու, որ ընդունված մարդիկ կունենան պատշաճ աջակցություն։ Առաջին խումբը 10 հոգուց էր բաղկացած։ Ոմանք քրոնիկ գործազուրկներ էին, ինչպիսին Գորգն էր եղել։ Մի կին, ով թողել էր աշխատաշուկան հիվանդ մորը խնամելու համար, այժմ պետք է նորից սկսեր։ Մի երիտասարդ, ով մեծացել էր անապահով համայնքում, երբեք հնարավորություններ չէր ունեցել։ Մի տարեց կին, ով ջրհեղեղի պատճառով կորցրել էր ամեն ինչ, փորձում էր վերականգնել իր կյանքը։ Յուրաքանչյուրն իր պատմությամբ, յուրաքանչյուրն իր ցավով, յուրաքանչյուրն իր հույսով։
Դավիթն անձամբ հետում էր յուրաքանչյուր դեպքին։ Ոչ թե, այլ ներկա։ Երաշխավորում էր, որ նրանք ունենան անհրաժեշտ ռեսուրսները։ Խոսում էր ղեկավարների հետ, որպեսզի նրանք լինեն համբերատար, հասկացող, բայց առանց պահանջների մակարդակն իջեցնելու։ Ուզում էր, որ այդ մարդիկ հաջողության հասնեն իրենց սեփական արժանինքների, ոչ թե խղճահարության շնորհիվ։ Արդյունքները զարմացրին նույնիսկ ամենաթերահավատներին։ Աշխատանքում մնալու ցուցանիշը չափազանց բարձր էր։ Ծրագրով ընդունված մարդիկ ամենանվիրվածն էին, ամենաճշտապահը, նրանք, ովքեր ամենաշատն էին ջանում։ Որովհետ գիտեին այդ հնարավորության արժեքը։ Որովհետ զգացել էին ոչինչ չունենալու հուսահատությունը, այժմ ունեին մի բան, որի համար պայքարել։ Գորգը ծրագրի գլխավոր աջակիցներից մեկն էր։ Կամավորագրվեց լինել մենթոր, օգնել նոր աշխատակիցներին հարմարվել։ Պատմում էր իր սեփական պատմությունը, որպես ոգեշնչում։ Ես հենց այնտեղ էի, որտեղ դուք եք, ասում էր նա։ Առանց հեռանկարի, առանց հույսի։ Բայց ինձ մի շանս տվեցին, ես բռնեցի դրանից ամբողջ ուժով։ Եվ տեսեք, թե որտեղ եմ այսօր։ Դուք էլ կարող եք հասնել այստեղ։ Ամեն ինչ կախված է ձեզանից։ Նրա ուղին ընկերությունում շարունակում էր վերելք ապրել։ 1 տարում նրան բարձրացրին համակարգողի պաշտոնի։ 2 տարում՝ ղեկավարի։ Ոչ թե որովհետև Դավիթն էր նրան հովանավորում, այլ որովհետև նա իրական իրավասություն էր ցուցաբերում։ Դավիթի գորգի ընտանիքի միջ հարաբերությունները գնալով ավելի էին սերտանում։ Նա ներկա էր աղջիկների ծննդյան օրերին, միշտ խնամքով մտածված նվերներ էր բերում։ Լիլիթի 3-ամյակին նա մի մեծ տիկնիկ բերեց, որին աղջիկը գրկեց բաց չթողեց։ Սոնայի 5-ամյակին նա վարդագույն հեծանիվ բերեց օժանդակ անիվներով ամբողջ կեսօրն անցկացրեց, նրան սովորեցնելով քշել այգում։ Նա այնտեղ էր, երբ Սոնան գնաց դպրոց, լուսանկարում էր առաջին դասի օրը, որպես հպարտ քեռի։ Նա այնտեղ էր, երբ Լիլիթն իր առաջին քայլերն արեց, նկարահանում էր հեռախոսով, մինչ աղջիկը տատանվելով քայլում էր բնակարանում։ Նարինեն սկսեց նրանից խորհուրդներ հարցնել առօրյա հարցերի շուրջ, նա, զարմանալիորեն, կարծիքներ ուներ։ Օգնեց գորգին բանակցել օգտագործված մեքենայի ֆինանսավորման շուրջ։ Լավ փաստաբան խորհուրդ տվեց, երբ նրանք խնդիր ունեցան նախկին տանտիրոջ հետ։ Նա դառնում էր այդ ընտանիքի մի մասն այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Մի դեկտեմբերյան գիշեր, հենց այն հանդիպումից 1 տարի անց սուպերմարկետում, Նարինեն մի հարց տվեց, որը Դավիթին անակնկալի բերեց։ Դավիթ, դու ամանորը մեզ հետ ես անցկացնելու, չէ՞։ Դավիթը տատանվեց։ Միշտ ամանորն անցկացնում էր մենակ իր բնակարանում, սովորաբար աշխատելով, երբեմն ինչ-որ ֆիլմ դիտելով։ Դա նրա համար տարվա հերթական օրն էր։ Չգիտեմ, Նարինե։ Չեմ ուզում ձեր տոնը խանգարել։ Նարինեն վճռականորեն գլուխը թափահարեց։ Ոչ մի բան չես խանգարի։ Կլրացնես։ Աղջիկներն արդեն հաշվում են, որ Դավիթ քեռին այստեղ է լինելու։ Եվ մենք էլ շատ ենք ուզում, որ դու գաս։ Խնդրում եմ։ Դավիթը նայեց գորգին, ով գլխով արեց, ժպտալով։ Ճիշտ է։ Դու հիմա այս ընտանիքի մի մասն ես, Դավիթ։ Տարօրինակ կլիներ առանց քեզ տոնել։ Դավիթը զգաց այն ծանոթ սեղմումը կրծքում, այն հուզմունքը, որը լավ չէր կարողանում անվանել։ Լավ, ասաց նա, ձայնը մի փոքր խռպոտ։ Ես կգամ։ Եվ ես կբերեմ տոնական սեղանի ուտեստները։ Նարինեն առարկեց, ասելով, որ պետք չէ, որ իրենք կպատրաստեն։ Բայց Դավիթը պնդեց. Ուզում եմ դա անել։ Թույլ տվեք, ես իմ ներդրումն ունենամ։ Ամանորի օրը նա շուտ եկավ, ձեռքերը լի տոպրակներով։ Գնել էր մի մեծ հնդկահավ, համեմված բրնձով փլավ, ստալիչնի աղցան, մրգեր, աղանդեր, շամպայն։ Չափն անցել էր, գիտեր, բայց ուզում էր, որ այդ ամանորը յուրահատուկ լինի։ Նարինեն անխոս մնաց, երբ տեսավ այդ ամենը։ Դավիթ, սա չափազանց շատ է։ Ոչ, չէ, ասաց նա, ժպտալով։ Սա նվազագույնն է, ինչ կարող եմ անել։ Օրն անցկացրին միասին սեղանը պատրաստելով։ Դավիթը, ով հազիվ ձվածեղ էր կարողանում տապակել, առաջարկեց օգնել վերջում սովորեց աղցան պատրաստել, Նարինեի ծիծաղի ներքո իր անհաջող փորձերի պատճառով։ Գորգը մի փոքրիկ, բայց աղջիկների պատրաստած զարդերով լի տոնածառ զարդարեց։ Սոնան ու Լիլիթը ոգորված վազվզում էին սենյակում, սպասելով նվերները բացելու ժամին։
Երբ մտնեց սեղանը գցված էր, 4 մեծահասակներն ու 2 երեխաները միասին նստեցին։ Գորգը խնդրեց ուտելուց առաջ կենաց ասել, Դավիթը, ով կրոնասեր չէր, հարգանքով գլուխը խոնարհեց։ Տեր Աստված, սկսեց Գորգը, շնորհակալ ենք այս անցնող տարվա համար։ Բոլոր օրհնությունների համար, որ ստացել ենք։ Այս ուտելիքի համար։ Այս ընտանիքի համար։ Եվ հատկապես Դավիթին մեր ճանապարհին հանելու համար։ Նա փոխեց մեր կյանքը, հուսով ենք, մենք էլ մի փոքր փոխել ենք նրանը։ Ամեն։ Բոլորը կրկնեցին։ Ամեն։ Եվ սկսեցին ընթրիքը։ Դա լավագույն կերակուրն էր, որ Դավիթը կերել էր տարիների ընթացքում։ Ոչ թե ուտելիքի որակի համար, թե այն համեղ էր, այլ ընկերակցության, ծիծաղի, պատմված պատմությունների, մարդկային ջերմության համար, որը լցնում էր այդ փոքրիկ բնակարանը։ Ուտելուց հետո բացեցին նվերները։ Դավիթը խաղալիքներ էր գնել աղջիկների համար, նոր կաթսաների հավաքածու, Նարինեի համար, քանի որ նկատել էր, որ նրանք հին են, մի գեղեցիկ ժամացույց Գորգի համար։ Երբ իր հերթը հասավ, նա ստացավ գունավոր թղթով փաթաթված մի նվեր, որը ակնհայտորեն փաթաթվել էր մանկական ձեռքերով։ Զգուշորեն բացեց գտավ մի լուսանկարի շրջանակ, որի մեջ իրենց բոլորի լուսանկարն էր, մի սովորական կիրակի օրը արված, բոլորը ժպտում էին։ Ներսում մանկական ձեռագրով գրված մի գրություն կար. Դավիթ Քերուն, դու մեր ընտանիքի մի մասն ես։ Սիրով, Սոնա Լիլիթ։ Ծուռ տառերով մի քանի ուղղագրական սխալներով, որոնք ամեն ինչ ավելի յուրահատուկ էին դարձնում։ Դավիթը նայում էր այդ լուսանկարին, այդ գրությանը, արցունքները, որոնք այդքան երկար զսպել էր, վերջապես թափվեցին։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության, պատկանելության, սիրո արցունքներ էին։ Նարինեն մոտեցավ գրկեց նրան։ Մենք քեզ սիրում ենք, Դավիթ։ Դու դա գիտես, չէ՞։ Եվ Դավիթը, ով չէր կարողանում խոսել, քանի որ հուզմունքը խեղդել էր կոկորդը, պարզապես գլխով արեց փոխադարձեց գրկախառնությունը։ Այդ պահին, այդ փոքրիկ, բայց սիրով լի բնակարանում, նա վերջապես հասկացավ։ Իսկական հարստությունը ոչ թե իր ներդրումներում էր, ոչ էլ մասնագիտական նվաճումներում։ Այն այնտեղ էր, այդ սենյակում, այդ մարդկանց հետ, ովքեր նրան ընդունել էին ցույց տվել, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Հաջորդ ամիսները բերեցին փոփոխություններ, որոնք Դավիթը երբեք չէր պատկերացնում, որ կզգա։ Գորգի ընտանիքի հետ անցկացրած այդ ամանորը նրա ներսում մի դուռ էր բացել, մի դուռ, որը տասնամյակներ շարունակ փակ էր մնացել։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա առավոտյան արթնանում էր, մտքում ունենալով ոչ միայն աղյուսակներ ու հանդիպումներ։ Մտածում էր աղջիկների մասին, թե ինչպես է Սոնան սովորում դպրոցում, արդյոք Լիլիթն արդեն ավելի շատ բառեր է ասում։ Մտածում էր Գորգի Նարինեի մասին, թե որքան քրտնաջան են նրանք աշխատում, իրենց դուստրերին ավելի լավ կյանք տալու համար։ Եվ մտածում էր իր մասին, այն մարդու մասին, որը դառնում էր այնքան տարբեր այն մարդուց, որը եղել էր։ Ընկերության սոցիալական ներառման ծրագիրը երկրորդ տարին էր գործում, արդյունքները գերազանցում էին բոլոր սպասելիքները։ Առաջին խմբի 10 հոգուց 9 մնացել էին ընկերությունում, 5-ն արդեն պաշտոնի բարձրացում էին ստացել։ Պատմությունը սկսում էր գրավել լրատվամիջոցների ուշադրությունը, Դավիթը ստիպված եղավ մի քանի հարցազրույց տալ բիզնես ամսագրերին։ Այդ հարցազրույցներից մեկի ժամանակ Լուսինե անունով մի երիտասարդ խորաթափանց լրագրողուհի մի հարց տվեց, որը նրան անակնկալի բերեց։ Պարոն Սարգսյան, ի՞նչն է դրդել ֆինանսական տնօրենին, որը հայտնի է իր սառնասրտությամբ գործնականությամբ, ստեղծել նման սոցիալական ծրագիր։ Դավիթը մի պահ լռեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Երկար ժամանակ, վերջապես պատասխանեց նա, ես հաջողությունը չափում էի միայն թվերով։ Շրջանառություն, շահույթ, աճ։ Բայց թվերը ամբողջ պատմությունը չեն պատմում։ Յուրաքանչյուր աշխատակցի հետում կա մի մարդ, երազանքներով, դժվարություններով, մի ընտանիք, որը կախված է նրանից։ Ես տարիներ շարունակ մոռացել էի դա։ Մինչ որ մի պատահական հանդիպում ինձ հիշեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր։ Լրագրողուհին առաջ թեքվեց, հետաքրքրված։ Կարող եք խոսել այդ հանդիպման մասին։ Դավիթը տատանվեց, բայց որոշեց կիսվել։ Սուպերմարկետում հանդիպեցի մի ընտանիքի, որը դժվարությունների մեջ էր։ Ես նրանց օգնեցի, այդ օգնությունը վերածվեց շատ ավելի մեծ բանի։ Այդ ընտանիքն ինձ սովորեցրեց, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, ինչ մենք կուտակում ենք, այլ նրանում, ինչ մենք կիսում ենք։
Հոդվածը լույս տեսավ ամսագրի շապիկին, սադրիչ վերնագրով։ Գործադիր տնօրենը, ով բացահայտեց, որ փողով երջանկություն չես գնի։ Դավիթը հոդվածը կարդաց խառը զգացմունքներով։ Մի կողմից, գոհ էր, որ ծրագիրը ճանաչում էր ստանում։ Մյուս կողմից, իրեն զգում էր բացահայտված, խոցելի։ Տարիներ շարունակ կառուցել էր կոշտ, հաշվենկատ, միայն արդյունքների վրա կենտրոնացած գործադիրի համբավ։ Այժմ ներկայանում էր որպես զգացմունքային, հուզական մեկը։ Վախենում էր, որ դա կարող է ազդել իր մասնագիտական հեղինակության վրա։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Սկսեց հաղորդագրություններ ստանալ այլ գործադիրներից, որոնք գովում էին նախաձեռնությունը։ Այլ ընկերություններ տեղեկություններ խնդրեցին, թե ինչպես կրկնօրինակել ծրագիրը։ Նույնիսկ Հովհաննեսը, նախագահը, ով սկզբում թերահավատ էր, նրան զրույցի կանչեց։ Դավիթ, պետք է խոստովանեմ, որ սխալվում էի ծրագրի վերաբերյալ, ասաց նա։ Արդյունքներն անվիճելի են։ Մենք հսկայական դրական հրապարակայնություն ենք ստանում, աշխատակիցների բարոյական վիճակը բարելավվել է, ֆինանսական օգուտը երում է։ Շնորհավորում եմ։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Ծրագրի աճի հետ եկան նա մարտահրավերները։ Որոշ հին աշխատակիցներ սկսեցին բողոքել, որ ծրագրով ընդունված նորեկները չափազանց շատ ուշադրություն են ստանում, որ հովանավորչություն կա։ Եղան դեպքեր, երբ մարդիկ չկարողացան հարմարվել, ստիպված եղան ազատվել աշխատանքից, ինչը միշտ ցավեցնում էր Դավիթին, քանի որ նա յուրաքանչյուր դեպքը դիտում էր որպես կորցրած հնարավորություն։ Եվ կար մշտական ճնշում արդյունքներ ցույց տալու, ապացուցելու, որ ծրագիրն արժե ներդրումը։ Դավիթն էլ ավելի շատ էր աշխատում, եթե դա հնարավոր էր, իր ժամանակը բաժանելով ֆինանսական տնօրենի իր պարտականությունների ծրագրի համակարգման միջ։ Գիշերները դառնում էին ցերեկ, հանգստյան օրերը սպառվում էին հաշվետվություններով, պլանավորմամբ։ Նարինեն առաջինը նկատեց։ Մի կիրակի կեսօրին, երբ Դավիթը նրանց տուն եկավ տեսանելիորեն հյուծված, նա նրան մի կողմ քաշեց։ Դու քեզ հետո՞ւմ ես, Դավիթ։ Նորմալ, ուտում ես, քնում։ Որովհետ հոգնած տեսք ունես։ Լավ եմ, Նարինե, պատասխանեց նա, բայց ձայնը համոզիչ չէր հնչում։ Ուղղակի աշխատանքում լարված շրջան է։ Նարինեն ձեռքերը խաչեց այն մայրական արտահայտությամբ, որն օգտագործում էր, երբ գիտեր, որ ինչ-որ մեկը ստում է։ Դավիթ Սարգսյան, ինձ այդպիսի բաներ մի ասա։ Դու տարիներ շարունակ քեզ սպանել ես աշխատանքով, հիմա, երբ վերջապես հավասարակշռություն ես գտել, վերադառնում ես հին սովորություններին։ Այդպես չի կարելի։ Դավիթը հոգոց հանեց, նստելով փոքրիկ բազմոցին։ Բանն այն է, որ ծրագիրն աճում է, Նարինե։ Շատ բան կա անելու, շատ մարդիկ են դրանից կախված։ Չեմ կարող հիասթափեցնել։ Եվ դու կարծում ես, որ նորից քեզ աշխատանքով սպանելը լուծումն է։ Կարծում ես, որ մարդիկ, որոնց օգնում ես, ուրախ կլինեն, իմանալով, որ դու քո առողջությունն ես քայքայում դրա պատճառով։ Դավիթը գիտեր, որ նա ճիշտ է, բայց չգիտեր, ինչպես այլ կերպ վարվել։ Աշխատանքը միշտ եղել էր իր հարմարավետության գոտին, իր ապաստանը։ Ավելի հեշտ է սուզվել առաջադրանքների մեջ, քան զբաղվել այլ բաներով։ Նարինեն նստեց նրա կողքին։ Դու պետք է սովորես պատվիրակել, Դավիթ։ Չես կարող ամեն ինչ մենակ անել։ Եվ պետք է հիշես, որ դու էլ ես մարդ, դու էլ սահմաններ ունես։ Հիշում ես, թե ինքդ ինչ ասացիր։ Որ մենք քեզ հավասարակշռության մասին սովորեցրինք։ Ուրեմն կիրառիր դա։ Այդ գիշեր Դավիթը տուն վերադարձավ, մտածելով Նարինեի խոսքերի մասին։ Նա ճիշտ էր։ Նա ընկնում էր նույն ծուղակը, ինչ նախկինում, միայն թե հիմա ավելի ազնիվ պատրվակով։ Որոշեց փոփոխություններ անել։ Վարձեց նվիրված թիմ ծրագիրը համակարգելու համար, իրավասու մարդիկ, ովքեր կիսում էին տեսլականը, բայց կարող էին բաժանել առաջադրանքները։ Ավելի հստակ սահմաններ դրեց իր մասնագիտական անձնական ժամանակի միջ։ Եվ կյանքում առաջին անգամ սկսեց լրջորեն մտածել իր անձնական ապագայի, ոչ միայն մասնագիտականի մասին։ 43 տարեկանում ինչ էր նա ուզում կյանքից։ Որտեղ էր ուզում լինել 5-10 տարի հետո։ Պատասխանները հեշտ չէին գալիս, բայց գոնե հիմա նա ճիշտ հարցերն էր տալիս։ Գորգը նույնպես փոփոխությունների միջով էր անցնում։ Ընկերությունում 2 տարվա ընթացքում նա պահեստի օգնականից դարձել էր լոգիստիկայի ղեկավար։ Դա տնօրենի պաշտոն չէր, բայց հարգալից էր, կարևոր պարտականություններ ուներ։
Բավականաչափ լավ էր վաստակում, որպեսզի ավելի մեծ 2 սենյականոց բնակարան բարձեր ավելի լավ թաղամասում։ Նարինեն վերադարձել էր կես դրույքով աշխատանքի հագուստի խանութում, քանի որ աղջիկներն արդեն ավելի մեծ էին ինքնուրույն։ Նրանց կյանքը կայունացել էր այնպես, որ անհնարին էր թվում այն գիշեր սուպերմարկետում։ Բայց հաջողությունը նա անվստահություններ բերեց։ Դավիթի հետ զրույցում Գորգը խոստովանեց իր վախերը։ Երբեմն գիշերը արթնանում եմ վախենալով, որ այս ամենը երազ է, գիտես։ Վախենում եմ, որ կարթնանամ զոքանչիս տան այն սենյակում, առանց աշխատանքի, առանց հեռանկարի։ Դավիթը հիանալի հասկանում էր։ Ծանոթ էր այդ փխրունության զգացմանը, սեփական բախտին լիովին չհավատալուն։ Գորգ, դու այս ամենը կառուցել ես քո սեփական ջանքերով, ասաց նա։ Ես ընդամենը մի դուռ բացեցի, բայց դու ես որ անցար, որ քրտնաջան աշխատեցիր, որ իրավասություն ցույց տվեցիր։ Ոչ ոք դա քեզանից չի խլի։ Բայց եթե ինչ-որ սխալ բան անեմ, եթե հիասթափեցնեմ քեզ, ընկերությանը, հարցրեց Գորգը, ձայնը լի տագնապով։ Բոլորն էլ սխալվում են, Գորգ։ Դա բնական է։ Կարորը սխալներից դասեր քաղելն ու շարունակելն է։ Եվ դու ինձ չես հիասթափեցնի, որովհետև ես քեզանից կատարելություն չեմ սպասում։ Սպասում եմ, որ դու մարդ լինես, որ անես լավագույնը, ինչ կարող ես։ Եվ դու դրանից շատ ավելին ես արել։ Գորգը մի փոքր հանգստացավ, բայց Դավիթը զգում էր, որ անվստահությունը դեռ այնտեղ է, պտտվում է ստվերի պես։ Որոշեց ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։ Կազմակերպեց հատուկ մենթորության ծրագիր այն աշխատակիցների համար, ովքեր բարձրացել էին սոցիալական ներառման ծրագրի միջոցով։ Հրավիրեց պրոֆեսիոնալ քոուչների, կազմակերպչական հոգեբանների, մարդկանց, ովքեր կարող էին օգնել այդ աշխատակիցներին զարգացնել ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ վստահություն, ինքնագնահատական, հաջողության հետ վարվելու կարողություն։ Գորգն առաջիններից էր, ով մասնակցեց, արդյունքները նշանակալի էին։ Մի քանի շաբաթ անց Դավիթն արդեն նկատում էր փոփոխություն նրա կեցվածքում, ավելի վստահ, ավելի վճռական։ Աղջիկները շատ արագ էին մեծանում։ Սոնան արդեն 6 տարեկան էր, առաջին դասարանում էր, սովորում էր կարդալ գրել։ Ամեն անգամ, երբ Դավիթը գնում էր նրանց տուն, նա ցույց էր տալիս տետրերը, հպարտանալով իր գրած տառերով։ Դավիթ Քերի, տես, արդեն գիտեմ իմ անունն ամբողջությամբ գրել։ Լիլիթը 3 տարեկան, անդադար շատախոս էր, անհավանական պատմություններ էր պատմում մանկապարտեզում անցկացրած իր օրվա, իր հորինած երակայական ընկերների մասին։ Դավիթը բռնում էր իրեն նրանց անմեղությանը ժպտալիս, այն ձին, որով նրանք տեսնում էին աշխարհը, լի հնարավորություններով կախարդանքով։ Դա ուժեղ հակադրություն էր իր սեփական տեսլականի հետ, որն այդքան երկար ժամանակ եղել էր այնքան գործնական, այնքան կենտրոնացած չափելի արդյունքների վրա։ Նարինեն նկատում էր, թե ինչ ազդեցություն ունեն աղջիկները Դավիթի վրա։ Նրանք լավ են քեզ համար, ասաց նա մի օր։ Քեզ ստիպում են ժպտալ, քեզ ստիպում են հանգստանալ։ Դավիթը համաձայնեց։ Նրանք ինձ հիշեցնում են, թե որքան լավ է երեխա լինել, ունենալ այդ պարզ ուրախությունը ամեն ինչից։ Ես դա վաղուց կորցրել եմ։ Բայց դու վերականգնում ես, նկատեց Նարինեն։ Դու քեզ թույլ ես տալիս նորից զգալ։ Եվ դա տեսնելը գեղեցիկ է։ Դավիթը մտածեց այդ մասին։ Արդյոք նա իսկապես իրեն թույլ էր տալիս զգալ։ Թե դեռ կային նրա մեջ մասեր, որոնք փակ էին մնացել, պաշտպանված տարիների հուզական պաշտպանությամբ։ Պատասխանը եկավ անսպասելի կերպով։ Նա կորպորատիվ միջոցառման էր, հաճախորդների գործընկերների հետ ձանձրալի տարեվերջյան երեկույթի, երբ հանդիպեց Անահիտին, իր նախկին կնոջը։ Նա նրան չէր տեսել ամուսնալուծությունից հետո, ավելի քան 10 տարի։ Նա իր ներկայիս ամուսնու հետ էր երջանիկ տեսք ուներ, ավելի թեթ, քան Դավիթն էր հիշում։ Նրանք ողջունեցին իրար բարդ անցյալ ունեցող մարդկանց բնորոշ պարտադրված քաղաքավարությամբ։ Դավիթ, ասաց նա անկեղծ ժպիտով։ Լսել եմ քո սոցիալական ծրագրի մասին։ Շնորհավորում եմ։ Երբեք չէի պատկերացնի, որ դու նման բան կանես։ Դավիթը ժպտաց ի պատասխան, մի փոքր տխուր ժպիտով։ Ես էլ չէի պատկերացնում։ Բայց մարդիկ փոխվում են։ Նրանք մի քանի րոպե խոսեցին, մակերեսային զրույց աշխատանքի կյանքի մասին։ Բայց գնալուց առաջ Անահիտը քնքշորեն դիպավ նրա թին։ Դու այլ տեսք ունես, Դավիթ։ Ավելի մարդկային։ Ուրախ եմ քեզ համար։ Հուսով եմ, գտել ես այն երջանկությունը, որը փնտրում էիր։
Դավիթը կանգնած մնաց, մինչ նա հեռանում էր, մտածելով այդ խոսքերի մասին։ Գտել էր երջանկությունը։ Ավելի երջանիկ էր, քան նախկինում, անկասկած։ Ուներ իսկական ընկերներ, ուներ մի ընտանիք, որն իրեն ընդունում էր, ուներ մի նպատակ, որը գերազանցում էր աղյուսակի թվերը։ Բայց դեռ կար մի դատարկություն, մի միայնություն, որը պահպանվում էր, երբ ամեն գիշեր վերադառնում էր իր դատարկ բնակարան։ Կառուցել էր ամուր կապեր Գորգի ընտանիքի հետ, բայց օրվա վերջում դեռ մենակ էր քնում, դեռ մենակ էր արթնանում, դեռ հիմնականում մենակ էր ապրում։ Այդ մասին խոսեց Գորգի հետ մի գիշեր, երբ երկուսով մինչ ուշ զրուցում էին բնակարանի պատշգամբում, երբ բոլորն արդեն քնած էին։ Չգիտեմ, արդյոք իսկապես երջանիկ եմ, խոստովանեց Դավիթը։ Ավելի լավ եմ, շատ ավելի լավ։ Բայց դեռ զգում եմ, որ ինչ-որ բան պակասում է։ Գորգը ծխախոտ վառեց, մի բան, որ հազվադեպ էր անում, միայն երբ մտածկոտ էր։ Դու պետք է քո սեփական ընտանիքը կառուցես, Դավիթ։ Ոչ թե մեզ փոխարինելու իմաստով, այլ քեզ համար մեկին ունենալու։ Մեկին, ում հետ կկիսես կյանքը, նվաճումները, դժվարությունները։ Դու այնքան շատ բան ունես տալու, այնքան շատ սեր ես պահել ներսում։ Չի կարելի դա վատնել։ Դավիթը թերահավատորեն գլուխը թափահարեց։ Չգիտեմ, արդյոք դեռ գիտեմ, ինչպես դա անել, Գորգ։ Այնքան երկար եմ մենակ եղել, այնքան շատ պատեր եմ կառուցել։ Չգիտեմ, կարող եմ դրանք քանդել։ Եվ 43 տարեկան եմ, այլս էներգիայով լի երիտասարդ չեմ։ Պատերը մեկ-մեկ են քանդում, պատասխանեց Գորգը։ Իսկ տարիքը պարզապես թիվ է։ Հայրս մորս հետ ծանոթացել է, երբ 50 տարեկան էր, 20 երջանիկ տարի են ունեցել միասին։ Երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Դավիթն ուզում էր հավատալ դրան, բայց դժվար էր։ Աշխատանքը, պարտականությունները, ամեն ինչ միշտ ավելի հրատապ էր թվում, քան իր հուզական կարիքները։ Մինչ որ մի բան տեղի ունեցավ, որը փոխեց նրա տեսակետը։ Շաբաթ օրն էր, երբ նա խոստացել էր Սոնային Լիլիթին տանել կենդանաբանական այգի։ Նարինեն ու Գորգը տարբեր գործեր ունեին, ուստի Դավիթն առաջարկեց կեսօրն անցկացնել աղջիկների հետ։ Ոգորված էր, ուտելիք էր գնել, պայուսակ էր պատրաստել ջրով, արապաշտպան քսուքով, ամեն ինչ կարգին։ Երեքով գնացին նրա մեքենայով, աղջիկները հետի նստատեղին մանկական երգեր էին երգում, Դավիթը ծիծաղում էր զվարճալի բառերից։ Կենդանաբանական այգում ժամերով քայլեցին, տեսան կենդանիներին, Սոնան ցուցանակները կարդում էր Լիլիթի համար, երկուսն էլ հիանում էին յուրաքանչյուր կենդանուց։ Դավիթը տասնյակ լուսանկարներ արեց, ուզում էր ֆիքսել յուրաքանչյուր պահ։ Կանգ առան պաղպաղակ ուտելու, մինչ աղջիկները լիզում էին պաղպաղակները, մի տարեց կին մոտեցավ։ Ձեր դուստրերը գեղեցիկ են, ասաց նա, ժպտալով։ Դուք պետք է շատ հպարտ հայր լինեք։ Դավիթը մի պահ անխոս մնաց։ Ոչ, ես նրանց հայրը չեմ, բացատրեց նա։ Ես ընտանիքի ընկերն եմ։ Կինը շփոթված տեսք ուներ։ Օ, ներողություն։ Պարզապես այն ձը, որով նրանք ձեզ են նայում, մտածեցի, որ հայրն եք։ Եվ գնաց, Դավիթին մտածկոտ թողնելով։ Ավելի ուշ, երբ արդեն մեքենայով տուն էին վերադառնում, Սոնան հանկարծ հարցրեց. Դավիթ քեռի, դու երեխաներ չունես։ Դավիթը կարգավորեց հետի հայելին, որպեսի տեսնի երկուսին էլ հետի նստատեղին։ Ոչ, Սոնա։ Չունեմ։ Ինչո՞վ։ Որովհետ, ասաց նա երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ, դու շատ լավ հայրիկ կլինեիր։ Դավիթը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքում։ Շնորհակալ եմ, արքայադուստր։ Դա շատ բարի է քո կողմից։ Երբ հասավ Գորգի Նարինեի տուն վերադարձրեց աղջիկներին, մնաց ավելի երկար, քան սովորաբար, մի տեսակ դժկամությամբ էր գնում։ Նարինեն նկատեց. Ինչ-որ բան պատահել է։ Ամեն ինչ լավ է։ Դավիթը պատմեց կենդանաբանական այգում տարեց կնոջ մեկնաբանության այն մասին, թե ինչ էր ասել Սոնան հետո։ Նարինեն ուշադիր լսեց, երբ նա ավարտեց, հոգոց հանեց. Դու շատ սեր ունես տալու, Դավիթ։ Եվ արժանի ես նա սեր ստանալու։ Ոչ միայն ընկերների սերը, այլ կողակցի սերը, սեփական երեխաների սերը, եթե դա է այն, ինչ ուզում ես։ Բայց դրա համար պետք է նորից բացվես, թույլ տաս քեզ խոցելի լինել։ Գիտեմ, որ դա վախենալու է, բայց նա գեղեցիկ է։ Դավիթն այդ գիշեր տուն գնաց գլուխը լի մտքերով։
Մտավ լուռ բնակարան, շուրջը նայեց թանկարժեք անկենդան կահույքին, դատարկ պատերին, այն բացարձակ բացակայությանը, որ ինչ-որ մեկն իսկապես այնտեղ է ապրում։ Դա ամսագրի տուն էր, գեղագիտորեն կատարյալ, բայց հուզականորեն մեռած։ Միացրեց համակարգիչը, բայց ֆինանսական հաշվետվություններ բացելու փոխարեն, ինչպես միշտ անում էր, բռնեց իրեն կենդանաբանական այգում արված լուսանկարներին նայելիս։ Սոնան ու Լիլիթը ժպտում էին, գրկած փափուկ խաղալիքները, որոնք նա գնել էր նրանց համար։ Երկուսն էլ պաղպաղակ էին ուտում կեղտոտ բերաններով։ Լիլիթը քնած էր հետի նստատեղին վերադարձի ճանապարհին, գլուխը դրած Սոնայի ուսին։ Դրանք պարզ պահեր էին, բայց լի իմաստով, լի կյանքով, լի սիրով։ Եվ Դավիթը հասկացավ, որ ուզում է դա իր համար։ Ոչ միայն որպես այցելու ուրիշների կյանքում, այլ որպես սեփական պատմության գլխավոր հերոս։ Ուզում էր կառուցել ինչ-որ բան իրենը, ինչ-որ իրական բան, ինչ-որ բան, որը կտեր։ Բայց չգիտեր, որտեղից սկսել։ Հաջորդ օրերին Դավիթն ավելի ինքնամփոփ էր, քան սովորաբար։ Գորգը նկատեց, բայց հարգեց նրա տարածքը, իմանալով, որ կան բաներ, որոնք յուրաքանչյուրը պետք է մենակ մարսի։ Նարինեն էր, որ վերջապես առերեսվեց իրավիճակի հետ։ Ճաշ կազմակերպեց Դավիթի հետ, միայն երկուսով, ընկերության մոտ գտնվող մի պարզ սրճարանում։ Դավիթ, ասաց նա ուտելիքները պատվիրելուց հետո, դու գիտես, որ մենք քեզ ընտանիք ենք համարում, չէ՞։ Դավիթը գլխով արեց։ Գիտեմ։ Եվ դուք պատկերացում չունեք, թե դա որքան բան է նշանակում ինձ համար։ Բայց, շարունակեց Նարինեն, մենք չենք կարող հավերժ քո միակ ընտանիքը լինել։ Ոչ թե որովհետև մենք քեզ չենք սիրում, այլ որովհետև դու ավելիին ես արժանի։ Արժանի ես ունենալու մեկին, ով այնտեղ կլինի միայն քեզ համար, ով ամեն գիշեր քո կողքին կքնի, ով ամեն առավոտ քեզ հետ կարթնանա։ Մեկին, ում հետ կկիսես ոչ միայն կիրակիները, այլ բոլոր օրերը։ Դավիթը նայեց ափսեին, խառնելով ուտելիքը առանց ուտելու։ Գիտեմ, բայց չգիտեմ, ինչպես դա անել։ Այնքան երկար եմ մենակ եղել, որ նորմալ է դարձել։ Եվ վախենում եմ նորից սիրտս բացելուց մերժվելուց կամ ավելի վատ կրկնելու նույն սխալները, որոնք արել եմ Անահիտի հետ։ Նարինեն բռնեց նրա ձեռքը սեղանի վրայով։ Դու այլս այն մարդը չես, որն էիր, երբ նրա հետ էիր ամուսնացած։ Դու սովորել ես, աճել, փոխվել։ Եվ այո, կարող է սխալ ստացվել։ Կարող է ցավեցնել։ Բայց կարող է նա ճիշտ ստացվել։ Կարող է հրաշալի լինել։ Եվ դու երբեք չես իմանա, եթե չփորձես։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Իսկ եթե ես այլս չգիտեմ, ինչպես հարաբերություններ կառուցել։ Եթե ես անկարող եմ սիրտս բացել։ Նարինեն ժպտաց։ Դու արդեն բացել ես քո սիրտը մեզ համար։ Եթե կարողացել ես դա անել, կարող ես անել նա ուրիշի հետ։ Պարզապես պետք է քեզ թույլտվություն տաս դրա համար։ Այդ զրույցը Դավիթի մեջ մի սերմ ցանեց։ Նա սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել իր շրջապատի մարդկանց, թույլ տալ իրեն մտածել հնարավորությունների մասին, որոնք տարիներ շարունակ անտեսել էր։ Ակտիվորեն մեկին չէր փնտրում, բայց ավելի բաց էր, ավելի ներկա, ավելի պատրաստ տեսնելու, թե ինչ կարող է կյանքն առաջարկել։ Եվ երբեմն, երբ ամենաքիչն ենք սպասում, կյանքը մեզ զարմացնում է անսպասելի ձևով։ Դավիթը պատրաստվում էր դա բացահայտել մի ձով, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Սոցիալական ներառման ծրագրի 3-րդ տարին սկսվեց մի անակնկալով, որը ոչ ոք չէր սպասում։ Ընկերությանը հրավիրեցին ստանալու կորպորատիվ պատասխանատվության ազգային մրցանակ, ճանաչելով ծրագրի դրական ազդեցությունը ինչպես հասարակության, այնպես էլ բիզնես վրա։ Արարողությունը պետք է տեղի ունենար Երևանում, օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեծ միջոցառում, պաշտոնյաների, գործարարների մամուլի ներկայությամբ։ Հովհաննեսը, նախագահը, որոշեց, որ Դավիթը պետք է անձամբ գնա մրցանակը ստանալու, ծրագրի շահառուներին ներկայացնող մեկի հետ միասին։ Ակնհայտ ընտրությունը Գորգն էր։ Երբ Դավիթը նրան հայտնեց նորությունը, Գորգը գրեթե չհավատաց։ Ես գնամ Երանի կենտրոն մրցանակ ստանալու։ Դավիթ, ես նույնիսկ հանրության առաջ նորմալ խոսել չգիտեմ։ Դավիթը ժպտաց, ձեռքը դնելով ընկերոջ ուսին։ Դու պարզապես պետք է քո պատմությունը պատմես, Գորգ։ Ճշմարտությունը։ Ինչպես էիր առաջ, ինչպես ես հիմա։ Գեղեցիկ ճառ պետք չէ, անկեղծություն է պետք։ Եվ ոչ ոք այդ պատմությունն ավելի լավ չի պատմի, քան դու։ Գորգը համաձայնեց, լարված։
բայց վճռական, լավ ներկայանալու։ Միջոցառումը նշանակված էր մարտի մի երեքշաբթի օր։ Դավիթն ու Գորգը միասին գնացին, դա առաջին անգամն էր, որ Գորգը նման մեծ միջոցառման էր մասնակցում։ Դավիթը դիտում էր ընկերոջ հուզմունքը, երբ նա հիացմունքով նայում էր շքեղ դահլիճին։ Անիրական է, չէ՞, մեկնաբանեց Գորգը։ 3 տարի առաջ ես մի տուփ կաթի փող չունեի։ Հիմա գնում եմ մրցանակ ստանալու։ Եթե այն ժամանակ մեկն ինձ սա պատմեր, չէի հավատա։ Դավիթը մտածեց, թե կյանքը ինչ տարօրինակ շրջադարձեր է անում։ Ես էլ չէի հավատա, ասաց նա։ Եթե մեկն ինձ ասեր, որ ես իմ նպատակը կգտնեմ սուպերմարկետում, օգնելով մի անծանոթի։ Կյանքն այդպիսի հեգնանքներ ունի։ Երանում նրանք մնացին 5 աստղանի հյուրանոցում։ Գորգը զանգեց Նարինեին, հենց որ հասավ սենյակ, ոգորված, ինչպես երեխա։ Նարինե, դու պետք է տեսնեիր այս տեղը։ Մահճակալը հսկայական է, մարմարե լոգարան ունի, ամեն ինչ չափազանց շքեղ է։ Նարինեն ծիծաղեց մյուս կողմից։ Վայելիր, սիրելիս։ Դու արժանի ես։ Եվ չմոռանաս նկարել, երբ մրցանակը ստանաք։ Ուզում եմ հարաններին ցույց տալ։ Արարողությունը հաջորդ գիշեր էր։ Դավիթը հագել էր անթերի կոստյում, ինչպես միշտ։ Գորգը հագել էր նոր կոստյում, որը հատուկ այդ առիթի համար էր գնել, Նարինեի օգնությամբ։ Երկուսով հանդիպեցին հյուրանոցի նախասրահում, Դավիթը չկարողացավ չհպարտանալ, տեսնելով ընկերոջն այնտեղ, այնքան տարբեր սուպերմարկետի այն պարտված մարդուց։ Շքեղ տեսք ունես, Գորգ, գովեց նա։ Նույնիսկ գործադիրի տեսք ունես։ Գորգը ծիծաղեց, լարված։ Մի չափազանցրու։ Բայց շնորհակալ եմ։ Ինձ ինքնակոչ եմ զգում այս հագուստով։ Դու ինքնակոչ չես, հավաստիացրեց Դավիթը։ Դու վաստակել ես քո տեղն այստեղ։ Երբեք դա չմոռանաս։ Դահլիճը լեփ-լեցուն էր, երբ նրանք հասան։ Հարյուրավոր մարդիկ, աշխույժ զրույցներ, լուսանկարիչների լուսարձակներ։ Գորգը սեղմում էր արարողության ծրագիրը ձեռքերում, փորձելով զսպել լարվածությունը։ Դավիթը նրան ներկայացրեց մի քանի կարևոր մարդկանց, Գորգը զարմացավ իր զրուցելու, իրեն ներկայացնելու ունակությունից։ Գուցե Նարինեն ու Դավիթը ճիշտ էին։ Գուցե նա իսկապես փոխվել էր, աճել ավելին, քան ինքն էր գիտակցում։ Երբ մրցանակը ստանալու ժամանակը հասավ, երկուսով բարձրացան բեմ, ծափահարությունների ներքո։ Հաղորդավարը կարդաց ծրագրի հուզիչ նկարագրությունը, ընդգծելով ձեռք բերված արդյունքները։ 3 տարում ավելի քան 50 մարդ էր աշխատանքի ընդունվել, աշխատանքում մնալու ցուցանիշը շուկայի միջինից բարձր էր, ապացուցված դրական ազդեցություն այն համայնքների վրա, որտեղից գալիս էին աշխատակիցները։ Դավիթը վերցրեց մրցանակը, հակիրճ շնորհակալություն հայտնեց, հետո խոսքը փոխանցեց Գորգին։ Սա այն պահն էր, որին բոլորը սպասում էին։ Իրական պատմությունը, պատմված նրա կողմից, ով ապրել էր դա։ Գորգը խորը շունչ քաշեց, նայեց հարյուրավոր անծանոթ դեմքերով լի լսարանին, սկսեց. Իմ անունը Գորգ Պետրոսյան է։ 3 տարի առաջ ես 1 տարուց ավելի գործազուրկ էի։ Ապրում էի մի սենյակում կնոջս, 2 փոքրիկ դուստրերիս զոքանչիս հետ։ Փող չունեի նույնիսկ երեխայիս համար կաթ գնելու։ Մի գիշեր սուպերմարկետում 1200 դրամ պակասեց, որպեսզի գնումներիս համար վճարեմ։ 1200 դրամ։ Քիչ է թվում, բայց այդ պահին դա տարբերությունն էր, աղջիկս ուտելու բան կունենա, թե ոչ։ Լսարանում բացարձակ լռություն էր։ Գորգը շարունակեց, ձայնը խեղդված, բայց հաստատուն։ Մի մարդ, որին կյանքումս երբեք չէի տեսել, տեսավ տեսարանը, վճարեց իմ գնումների համար։ Ինձ չէր ճանաչում, ինձ ոչինչ պարտք չէր, բայց որոշեց օգնել։ Այդ մարդն այսօր այստեղ է, իմ կողքին։ Նա ոչ միայն օգնեց ինձ այդ գիշեր։ Նա ինձ հնարավորություն տվեց աշխատելու, վերականգնելու իմ կյանքը, նորից արժանապատվություն ունենալու։ Եվ նա դա արեց ոչ միայն ինձ հետ։ Նա դա արեց տասնյակ մարդկանց հետ, ովքեր նույն իրավիճակում էին։ Այս մրցանակը միայն ընկերությանը չի պատկանում։ Այն պատկանում է յուրաքանչյուր մարդու, ով հավատաց, որ արժանի է երկրորդ շանսի։ Այն պատկանում է Դավիթին, ով ունեցավ այդպիսի ծրագիր ստեղծելու խիզախություն։ Եվ այն պատկանում է բոլորիդ այստեղ, ովքեր ինչ-որ կերպ հավատում են, որ մենք կարող ենք ավելի լավ աշխարհ կառուցել, որտեղ մարդիկ օգնում են իրար, միայն մրցակցելու փոխարեն։ Երբ նա ավարտեց, լսարանում շատերի աչքերում արցունքներ կային։ Ծափահարությունները երկար էին, հուզված։
Դավիթը գրկեց գորգին բեմում, այդ պահին զգաց, որ ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր արտաժամյա աշխատած ժամ, յուրաքանչյուր հաղթահարված մարտահրավեր, յուրաքանչյուր կորցրած քնի-գիշեր։ Արժեր, որովհետև դա իրական կյանքեր էր փոխել։ Արարողությունից հետո նրան շրջապատեցին մարդիկ, ովքեր ցանկանում էին շնորհավորել, լուսանկարվել, հարցեր տալ։ Գորգը զարմանալի շնորհքով հաղթահարեց ամեն ինչ, իր պատմության կտորները պատմելով յուրաքանչյուր հարցնողի։ Դավիթը կողքից դիտում էր, հպարտ, մտածելով, թե ինչպես է այդ մարդը ծաղկել, երբ հնարավորություն է ստացել։ Քանի գորգ կար աշխարհում, որոնք սպասում էին ընդամենը մի շանսի։ Քանի կյանք կարելի էր փոխել մարդկայնության պարզ մի ժեստով։ Հաջորդ օրը վերադարձան երան, հոգնած, բայց երջանիկ։ Վերադարձի ճանապարհին գորգն ասաց մի բան, որը ընդմիշտ կմնար Դավիթի հիշողության մեջ։ Գիտես, որն է այս ամենի մեջ ամենախենթը։ Ես կարծում էի, որ դու ինձ փրկել ես այն գիշեր սուպերմարկետում։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ մենք իրար ենք փրկել։ Դու ինձ աշխատանք ու արժանապատվություն տվեցիր։ Ես ու իմ ընտանիքը քեզ տվեցինք մի բան, որի համար ապրես աշխատանքից բացի։ Մենք իրար լրացրինք։ Դավիթն անմիջապես չպատասխանեց, պարզապես գլխով արեց, կոկորդը սեղմված հուզմունքից։ Որովհետև դա ճշմարտություն էր։ Նրանք իրար փրկել էին։ Հաջորդ շաբաթներին կյանքը վերադարձավ իր հունին, բայց մի տարբերությամբ։ Մրցանակը ծրագրին էլ ավելի մեծ ճանաչում էր բերել, այժմ այլ ընկերություններ դիմում էին Դավիթին խորհրդատվության համար, ցանկանալով կրկնօրինակել մոդելը։ Նա մերժեց հրավերների մեծ մասը, բայց ընդունեց մի քանիսը դասախոսություններ կարդալու, փորձով կիսվելու համար։ Ոչ թե փողի կամ փառքի համար, այլ որովհետև հավատում էր, որ որքան շատ ընկերություններ որդեգրեն նմանատիպ ծրագրեր, այնքան ավելի շատ կյանքեր կարող են փոխվել։ Այդ դասախոսություններից մեկի ժամանակ, հենց Երանում գործարարների կառավարման ֆակուլտետի ուսանողների խմբի համար, Դավիթը ծանոթացավ Նարեի հետ։ Նա սոցիալական պատասխանատվության դասախոս էր մասնավոր համալսարանում, եկել էր դասախոսությունը լսելու, որպեսզի հետո թեման քննարկի իր ուսանողների հետ։ Ներկայացումից հետո, ֆուրշետի ժամանակ, նա մոտեցավ։ Պարոն Սարգսյան, ձեր պատմությունը ոգեշնչող է։ Կցանկանայի ավելի շատ խոսել ծրագրի մասին, եթե հնարավոր է։ Գուցե ավելի մանրամասն հարցազրույց նշանակենք իմ հետազոտության համար։ Դավիթը համաձայնեց, նրանք փոխանակվեցին կոնտակտներով։ Առաջին հարցազրույցը նշանակվեց մեկ շաբաթ անց, ընկերության մոտ գտնվող մի սրճարանում։ Դավիթը ժամանեց ճիշտ ժամանակին, ինչպես միշտ, գտավ Նարեին արդեն սպասելիս, բաց նոթբուքով նշումներով լի տետրով։ Նա մոտ 38 տարեկան էր, շագանակագույն մազերը հավաքված էին մի փոքր անփույթ կոկոնի մեջ, հաստ շրջանակով ակնոցներ, ջերմ ժպիտ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել ինձ հետ, ասաց նա, սեղմելով նրա ձեռքը։ Ես հետազոտություն եմ անում մասնավոր ընկերություններում սոցիալական ծրագրերի վերաբերյալ, ձեր ծրագիրը ամենահաջողվածներից մեկն է, որ գտել եմ։ Նրանք 2 ժամ զրուցեցին։ Դավիթը պատմեց ծրագրի բոլոր մանրամասները, մարտահրավերները, հաջողությունները, անհատական պատմությունները, որոնք ամեն ինչ արժեքավոր էին դարձնում։ Նարեն խելացի հարցեր էր տալիս, ամեն ինչ նշում էր, կիսվում էր ակադեմիական պատկերացումներով, որոնք Դավիթին հետաքրքիր էին թվում։ Վերջում նա հասկացավ, որ իրեն շատ է դուր եկել այդ զրույցը։ Ոչ միայն թեման, այլ ընկերակցությունը։ Նարեն խելացի էր, կրքոտ իր արածի նկատմամբ, լուրջ թեմաների մասին խոսելու թեթ ուներ։ Երբ նա առաջարկեց երկրորդ հարցազրույց, որոշ կետեր խորացնելու համար, Դավիթն անմիջապես համաձայնեց։ Եվ երրորդ։ Եվ չորրորդ։ Ինչ-որ պահի դրանք դադարեցին լինել հարցազրույցներ, դարձան զրույցներ։ Խոսում էին աշխատանքի, բայց նա կյանքի, երազանքների, հիասթափությունների մասին։ Նարեն նույնպես ամուսնալուծված էր, երեխաներ չուներ, վերջին տարիները նվիրել էր ակադեմիական կարիերային։ Շատ նմանություններ ունեին, բայց նա հետաքրքիր տարբերություններ։ Նա ավելի անկանխատեսելի էր, քան նա, ավելի երազգոտ։ Նա ավելի գործնական էր, ավելի զգույշ։ Բայց ինչ-որ կերպ նրանք իրար լրացնում էին։ Դավիթը չնկատեց, թե երբ, բայց այդ զրույցների ինչ-որ պահի սկսեց իրեն այլ կերպ զգալ։ Անհամբեր սպասում էր հանդիպումներին։ Մտածում էր նրա մասին օրվա պատահական պահերին։ Ժպտում էր, երբ տեսնում էր նրա հաղորդագրությունը հեռախոսում։ Դա միաժամանակ վախեցնող հուզիչ էր։ Այդ մասին խոսեց Նարինեի հետ մի կիրակի։
Չգիտեմ, խելագարվում եմ, խոստովանեց նա, բայց կարծում եմ նա ինձ դուր է գալիս։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Նարինեն քիչ մնաց ուրախությունից ցատկեր։ Վերջապես։ Դավիթ, դա հրաշալի է։ Ավելի շատ պատմիր, ինչպիսին է նա։ Դավիթը նկարագրեց Նարեին, այն ձև, որով նա տեսնում էր աշխարհը, նրա կրքերը, նրա երազանքները։ Նարինեն լսում էր ամեն ինչ, դեմքին մեծ ժպիտ։ Իսկ դու արդեն ասել ես նրան, թե ինչ ես զգում։ Դավիթը գլուխը թափահարեց։ Բացառվում է։ Իսկ եթե նա նույնը չի զգում։ Իսկ եթե ես ամեն ինչ փչացնեմ։ Նարինեն աչքերը տնկեց։ Դավիթ Սարգսյան, դու Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ֆինանսական տնօրենն ես։ Միլիոնավոր դրամների որոշումներ ես կայացրել։ Ստեղծել ես սոցիալական ծրագիր, որը փոխել է տասնյակ կյանքեր։ Եվ վախենում ես մի կնոջ ասել, որ նա քեզ դուր է գալիս։ Այդպես ներկայացված դա ծիծաղելի էր թվում։ Բայց հենց այդպես էլ նա իրեն զգում էր։ Ծիծաղելի, անվստահ, ինչպես դեռահաս։ Բայց գուցե սերն այդպես էր անում մարդկանց հետ։ Քեզ խոցելի էր դարձնում, քեզ հանում էր հարմարավետության գոտուց։ Եվ այդքան տարի իրեն պաշտպանելուց, պատեր կառուցելուց հետո, գուցե ժամանակն էր նորից թույլ տալ իրեն խոցելի լինել։ Գորգը, երբ իմացավ, նույնքան ոգորված էր։ Ախպեր, դու պետք է խոսես նրա հետ։ Կյանքը չափազանց կարճ է վախենալու համար։ Դավիթը գիտեր, որ նրանք ճիշտ են, բայց դեռ մի քանի շաբաթ պահանջվեց, որպեսզի խիզախություն հավաքի։ Ապրիլյան մի գիշեր էր, այն հանդիպումներից մեկից հետո, որոնք այլս հարցազրույցներ չէին։ Ընտրել էին իտալական ռեստորանում, խոսել ամեն ինչի ոչինչի մասին, ծիծաղել ավելի շատ, քան որևէ այլ հանդիպման ժամանակ։ Երբ Դավիթը նրան տուն էր ուղեկցում, մեքենայում մեկ ժամ զրուցեցին, դժկամությամբ հրաժեշտ տալով։ Նարեն ինչ-որ բան մեկնաբանեց այն մասին, թե որքան է իրեն դուր եկել նրա հետ ծանոթանալը, թե նա ինչ խորություն ունի, որը քիչ մարդիկ են ցույց տալիս։ Եվ Դավիթը, նախքան կկարողանար իրեն համոզել չանել դա, ասաց. Նարե, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Նա նայեց նրան, հետաքրքրված։ Կարող ես ասել։ Գիտեմ, որ մենք սկսել ենք որպես մասնագիտական հարցազրույց, ասաց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ Բայց ինձ համար դա վաղուց դադարել է այդպիսին լինելուց։ Ինձ դուր է գալիս քեզ հետ լինել։ Դուր է գալիս զրուցել, լսել քո մտքերը, տեսնել քո ժպիտը։ Եվ չգիտեմ, դու նույնը զգում ես թե ոչ, բայց ես պետք է քեզ ասեի, որովհետև այլս չեմ կարող ծածնել, թե սա պարզապես ընկերություն է։ Լռություն տիրեց, որը կարծես հավերժություն տեց։ Դավիթը սկսեց զղջալ, մտածել, որ ամեն ինչ փչացրել է։ Բայց հետո Նարեն ժպտաց, այն ժպիտով, որը նա սովորել էր պաշտել։ Կարծում էի, երբեք չես ասի, ասաց նա մեղմորեն։ Որովհետև ես էլ եմ նույնը զգում շաբաթներ շարունակ։ Այն թեթացումը, որ Դավիթը զգաց, հսկայական էր։ Նրանք մնացին այնտեղ մեքենայում, մինչ ուշ զրուցելով զգացմունքների, վախերի, սպասելիքների մասին։ Նարեն ուներ իր սեփական անվստահությունները, նախորդ ամուսնալուծությունից կառուցված իր սեփական պատերը։ Բայց երկուսն էլ պատրաստ էին փորձել, նորից բացվել, շանս տալ այն ամենին, ինչ ծնվում էր իրենց միջ։ Հեշտ չէր լինի, երկուսն էլ գիտեին։ Ունեին բեռ, պատմություններ, սպիներ։ Բայց ունեին նա մի թանկ բան։ Սովորել էին սխալներից։ Հասունացել էին։ Եվ ունեին նորից փորձելու խիզախություն։ Նորությունը Գորգի ընտանիքում տոնով ընդունվեց։ Նարինեն այնքան ուժեղ գրկեց Դավիթին, որ քիչ մնաց գցեր նրան։ Ես այնքան ուրախ եմ քեզ համար, ասաց նա արցունքներն աչքերին։ Դու այնքան արժանի ես դրան։ Աղջիկները ոգորվեցին Դավիթ քեռու նոր ընկերուհու հետ ծանոթանալու մտքից։ Եվ երբ վերջապես ծանոթացան, Գորգի տանը ճաշի ժամանակ, քիմիան անմիջապես ստացվեց։ Նարեն բնական էր երեխաների հետ, խաղում էր Սոնայի հետ, Լիլիթին ծիծաղեցնում էր ծամածրություններով։ Դավիթը դիտում էր այդ ամենը, զգում էր, որ սիրտը լցված է այնպես, ինչպես երբեք չէր զգացել։ Հաջորդ ամիսները բացահայտումների ամիսներ էին։ Դավիթն ու Նարեն դանդաղ էին շարժվում, հարգելով իրար ժամանակը, բայց կառուցում էին ինչ-որ ամուր բան։ Նա նրան ներկայացրեց որոշ գործընկերների։ Նա նրան տարավ ծնողների հետ ծանոթանալու, որոնք ապրում էին մարզերում։ Միասին ճամփորդեցին ծովափ մի հանգստյան օր, ժամերով քայլեցին ավազի վրայով, խոսելով հնարավոր ապագաների մասին։
Դավիթը բռնեց իրեն մտածելիս բաների մասին, որոնք կարծում էր, թե երբեք նորից չի մտածի։ Միասին ապրել։ Նորից ամուսնանալ։ Գուցե նույնիսկ երեխաներ ունենալ, թե արդեն ավելի մեծ էր։ Կամ որդեգրել։ Կամ պարզապես վայելել կյանքը երկուսով։ Հնարավորությունները անսահման էին թվում։ Սոցիալական ներառման ծրագիրը շարունակում էր աճել։ 4-րդ տարում այն արդեն օգնել էր ավելի քան 80 մարդու։ Որոշ պատմություններ նույնքան հուզիչ էին, որքան Գորգինը։ Մի կին, ով հրթեհի պատճառով կորցրել էր ամեն ինչ, այժմ մի ամբողջ բաժնի համակարգող էր։ Մի երիտասարդ, ով մեծացել էր փողոցներում, այժմ երեկոյան համալսարան էր հաճախում, աշխատելու հետ միասին։ Մի տարեց կին, ում ամուսինը լքել էր 3 երեխաների հետ, այժմ արժանապատվորեն պահում էր ընտանիքը։ Յուրաքանչյուր պատմություն ցավի հաղթահարման մի տիեզերք էր, Դավիթը գիտեր դրանք բոլորը։ Գորգը շարունակում էր աճել ընկերությունում։ Նորից պաշտոնի բարձրացում էր ստացել, այժմ լոգիստիկայի մենեջեր էր 20 հոգանոց թիմով իր ենթակայության տակ։ Ավելի լավ մեքենա էր գնել, գումար էր հավաքում սեփական բնակարանի կանխավճարի համար։ Աղջիկները սովորում էին մասնավոր դպրոցում, բալետի լողի դասերի էին հաճախում։ Նարինեն վերադարձել էր ուսմանը, կառավարման։ Տեխնիկական դասընթաց էր անցնում։ Նրանց կյանքը լիովին փոխվել էր, ամենագեղեցիկն այն էր, որ չէին մոռացել, թե որտեղից են եկել։ Գորգը կամավորագրվում էր ապաստարաններում, օգնում էր մարդկանց, ովքեր նման իրավիճակում էին, ինչպիսին ինքն էր եղել։ Նարինեն նվիրաբերում էր հագուստ խաղալիքներ, որոնք աղջիկներն այլս չէին օգտագործում։ Դուստրերին սովորեցնում էին երախտագիտության, կարեկցանքի, մերձավորին օգնելու կարողության մասին։ Այդ իտալական ընթրիքից 1.5 տարի անց Դավիթն ամուսնության առաջարկություն արեց Նարեին։ Ոչ մի շքեղ բան չկար։ Սովորական կիրակի օրն էր, Գորգի Նարինեի տանը, երեխաները խաղում էին սենյակում, ճաշն ավարտվում էր։ Դավիթը պարզապես բռնեց Նարեի ձեռքը, ասաց. Ես քեզ սիրում եմ։ Եվ ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել։ Կամուսնանաս ինձ հետ։ Նարեն սկսեց միաժամանակ լաց լինել ծիծաղել։ Այո, ասաց նա։ 1000 անգամ այո։ Հարսանիքը պարզ էր, փոքրիկ մատուռում, քիչ հյուրերով։ Գորգը քավորն էր։ Նարինեն քավոր կինը։ Սոնան ու Լիլիթը ծաղիկ բերող աղջիկներն էին, վարդագույն զգեստներով, որոնք նրանց շատ էին դուր գալիս։ Չկար չափազանցված շքեղություն, չկար ցուցադրականություն։ Կար սեր, կար անկեղծություն, կար այն մարդկանց ներկայությունը, ովքեր իսկապես կարոր էին։ Հետո խնջույքի ժամանակ Դավիթը մի կենաց ասաց, որն ամփոփում էր այն ամենը, ինչ սովորել էր։ Երկար ժամանակ, ասաց նա, շամպայնի բաժակը ձեռքին, ես կարծում էի, որ հաջողությունը չափվում է փողով, պաշտոններով, իշխանությամբ։ Ես այդ ամենն ունեի, լիովին դատարկ էի։ Մինչ որ մի գիշեր, սովորական սուպերմարկետում, ես հանդիպեցի մի ընտանիքի, որն ինձ սովորեցրեց, թե ինչն է իսկապես կարոր։ Ինձ սովորեցրեց առատաձեռնության, խոնարհության, իսկական սիրո մասին։ Գորգ, Նարինե, Սոնա, Լիլիթ, դուք փոխեցիք իմ կյանքը։ Եվ Նարե, դու լրացրիր այդ վերափոխումը։ Այսօր ես գիտեմ, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, ինչ մենք ունենք, այլ նրանում, թե ով ենք մենք ու մենք սիրում։ Շնորհակալ եմ բոլորիդ այստեղ լինելու համար։ Այս ճանապարհորդության մի մասը լինելու համար։ Ծափահարություններ, գրկախառնություններ, ուրախության արցունքներ եղան։ Դա պարզ, բայց կատարյալ պահ էր։ Հենց այնպես, ինչպես պետք է լինի կյանքը։ Դավիթն ու Նարեն միասին տեղափոխվեցին Դավիթի պենթհաուսից ավելի փոքր, բայց ավելի հարմարավետ, ավելի կյանքով լի բնակարան։ Միասին կահավորեցին, ընտրելով յուրաքանչյուր կահույք, յուրաքանչյուր նկար, ստեղծելով իսկական տուն։ Սկսեցին խոսել երեխաներ ունենալու մասին, թե Դավիթն արդեն 45 տարեկան էր, զգում էր, որ այս անգամ պատրաստ է։ Պատրաստ է լինելու իսկական հայր, ներկա, ներգրավված։ Այդ տարվա ամանորը յուրահատուկ էր։ Դավիթն ու Նարեն նախորեն անցկացրին Գորգի ընտանիքի հետ, ինչպես ավանդույթ էր դարձել։ Բայց հաջորդ օրը մեկնեցին մարզեր, այցելելու Նարեի ծնողներին, ստեղծելով նոր ավանդույթ։ Դա գեղեցիկ հավասարակշռություն էր, հնի նորի, ընտրությամբ ձավորված ընտանիքների արյունով ձավորվածների միջ։ Տոնական սեղանի շուրջ, երբ բոլորը հավաքված էին, Գորգը կենաց առաջարկեց։ Դավիթի կենացը, ասաց նա, բաժակը բարձրացնելով։ Այն մարդու, ով 5 տարի առաջ սուպերմարկետում իմ գնումների համար վճարեց, փոխեց ամեն ինչ։
Դավիթը գլուխը թափահարեց, ժպտալով. Ոչ, Գորգ։ Քո ընտանիքի կենացը, որոնք ինձ ցույց տվեցին, թե ինչ է նշանակում իսկապես ապրել։ Եվ մինչ նրանք բաժակները խփում էին երեխաների ծիծաղի ձայնի ներքո Նարեի հետ, որը ժպտում էր նրա կողքին, Նարինեի Գորգի հետ, որոնք սիրահարված հայացքներ էին փոխանակում, Դավիթը վերջապես հասկացավ. այն պահը սուպերմարկետում 5 տարի առաջ ոչ թե նա էր օգնում կարիքավոր ընտանիքին։ Դա կյանքն էր, որ նրան վերջին շանսն էր տալիս վերամիավորվելու իր մարդկայնության հետ։ Դա տիեզերքն էր, որ ասում էր, թե երբեք ուշ չէ նորից սկսելու, փոխվելու, սերը վախի փոխարեն ընտրելու համար։ Այն գիշեր պակասող 1200 դրամը ոչինչ էր։ Բայց այն, ինչ դրանք խորհրդանշում էին, ամեն ինչ էր։ Դրանք տարբերությունն էին շարունակել ապրել հաջողության դատարկ կյանքով, թե սկսել ապրել իմաստով լի կյանքով։ Դավիթն ընտրել էր երկրորդ ճանապարհը, այդ ընտրությունը փոխել էր ոչ միայն Գորգի նրա ընտանիքի կյանքը, այլ հիմնականում իր սեփականը։ Տարիներ անց, երբ Դավիթն արդեն ալեհեր մազեր ուներ, Գորգը դարձել էր ընկերության գործառնական տնօրեն, երբ Սոնան համալսարանում էր, իսկ Լիլիթը ավագ դպրոցում, երբ Դավիթն ու Նարեն 2 փոքրիկ երեխա ունեին, որոնք վազվզում էին տանը։ Նրանք դեռ հավաքվում էին կիրակի օրերին։ Ավանդույթը շարունակվում էր, այժմ ավելի շատ մարդկանցով, ավելի շատ պատմություններով, ավելի շատ սիրով։ Այդ կիրակիներից մեկի ժամանակ Դավիթի ավագ որդին, Պետրոս անունով 6-ամյա տղան, հարցրեց. Հայրիկ, ինչպես ես ծանոթացել Գորգ քեռու հետ։ Դավիթը նայեց ընկերոջը, երկուսով փոխանակվեցին հասկացող ժպիտով. Դա երկար պատմություն է, որդիս։ Բայց կարող եմ պատմել։ Ամեն ինչ սկսվեց մի դեկտեմբերյան գիշեր, սուպերմարկետում, երբ 1200 դրամ էր պակասում։ Եվ հետո Դավիթը սկսեց պատմել, ամբողջ ընտանիքը հավաքված լսում էր, այն պատմությունը, թե ինչպես է բարության մի փոքրիկ ժեստը ընդմիշտ փոխել երկու կյանք։ Պատմությունն այն մասին, թե ինչպես իսկական հարստությունը չի չափվում փողով, այլ սիրով, կապերով, կիսված պահերով։ Պատմությունն այն մասին, թե երբեք ուշ չէ նորից սկսելու, թույլ տալու զգալ, սառնասրտության փոխարեն մարդկայնությունն ընտրելու համար։ Եվ մինչ նա պատմում էր, նայելով բոլոր այն մարդկանց, որոնց սիրում էր, հավաքված այնտեղ, Դավիթը գիտեր, որ վերջապես գտել է այն, ինչ միշտ փնտրել է։ Դա շենքի գագաթին չէր, բանկային հաշվում, կարոր պաշտոնում։ Դա այնտեղ էր, այդ պարզ սենյակում, պարզ մարդկանց հետ, ապրելով պարզ պահեր։ Բայց որոնք ավելի թանկ արժեին, քան աշխարհի բոլոր ոսկիները։ Որովհետև դրանք իրական էին։ Որովհետև դրանք ճշմարիտ էին։ Որովհետև դրանք լի էին սիրով։